Կնոջը կորցնելուց հետո հայրը տեսնում է, թե ինչպես է նրա դուստրը խորը ցավալի լռության մեջ ընկնում, որին անգամ լավագույն մասնագետները չեն կարող հասնել։ Երբ ամեն ինչ կորած է թվում, հայտնվում է նոր խնամակալը, ով Էմփեշե և պարզությամբ առաջարկում է այն, ինչ ոչ ոք չէր փորձել՝ իսկական ներկայություն։ Փոքր ժեստը, կիսված հացը վշտի պատմությունը, սկսում են բուժումը, որը վերադարձնում է կյանքը աղջկան, ով դադարել էր ապրել։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի մի մասն այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր լայքը, այն անչափ օգնում է մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես սիրում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Անձրը համառորեն թակում էր կենտրոնում գտնվող բնակարանի պատուհանների ապակիները, ստեղծելով մելանխոլիկ ռիթմ, որն արձագանքում էր դատարկ միջանցքներում։ Արմեն Մարտիրոսյանը դիտում էր վերից 23-րդ հարկից բացվող մոխրագույն տեսարանը, ձեռքին պահելով սուրճի բաժակը, որը վաղուց արդեն սառել էր։ 3 ամիս։ Ճիշտ 3 ամիս էր անցել, ինչ Անահիտն այլս այստեղ չէր, բողոքելու, որ նա միշտ մոռանում է սուրճը խմել, քանի դեռ այն տաք է։ Բնակարանը, որը նախկինում թրթռում էր իր կնոջ վարակիչ էներգիայով, այժմ լուռ դամբարանի էր նման։ Նկարները, որոնք նա այդքան սիրով էր ընտրել, դեռ զարդարում էին պատերը, բայց կորցրել էին իրենց կյանքը, կարծես լինեին միայն այն երջանկության ստվերները, որը մի ժամանակ խորհրդանշում էին։ Ռոյալը, որի վրա Անահիտը կիրակի երեկոներին նվագում էր իր սիրելի մեղեդիները, մնում էր փակ, հավաքելով փո։ Շու բարակ շերտ, որը Արմենը մաքրելու քաջություն չուներ։ 42 տարեկանում Արմենը տեխնոլոգիաների ոլորտում մի ամբողջ կայսրություն էր կառուցել։ Նրա ընկերությունը մշակում էր հավելվածներ, որոնք միլիոնավոր մարդկանց էին կապում ամբողջ երկրով մեկ, որքան էլ տարօրինակ է, հենց ինքն էր այժմ աշխարհից ավելի անջատված զգում, քան երբևէ։ Ամբողջ մասնագիտական հաջողությունը, բոլոր ֆինանսական ձեռքբերումները բացարձակապես ոչինչ չէին նշանակում այն դատարկության դիմաց, որը տիրել էր նրա գոյությանը մարտի այն երեքշաբթի օրը, երբ հեռախոսը զանգեց ընդմիշտ փոխեց նրա կյանքը։ Վթարն այնքան հանկարծակի էր եղել, այնքան անսպասելի, որ Արմենը դեռ որոշ առավոտներ արթնանում էր, հույս ունենալով Անահիտին գտնել խոհանոցում, որը Նարեի համար հատուկ նախաճաշ էր պատրաստում։ Բայց իրականությունը միշտ ստամոքսին հասցված բռունցքի հարվածի ուժով էր խոցում նրան, երբ հայացքն ուղղվում էր դստեր սենյակին, որտեղ տիրում էր բացարձակ լռություն։ Նարե։ Իր փոքրիկ Նարեն, ընդամենը 5 տարեկան, որը նախկինում էներգիայի պտտահողմ էր, վազվզում էր միջանց քներով, տունը լցնում իր բյուրեղյա ծիծաղով, աշխարհի մասին իր հազար ու մի հարցերով։ Այն նույն աղջիկը, որն այժմ անշարժ մնում էր իր սենյակում, գծկված վերմակի տակ, նայելով դատարկությանը այն մուգ աչքերով, որոնք նախկինում փայլում էին աստղերի պես։ Արմենը դանդաղ իջավ միջանցքով, կանգ առնելով դստեր սենյակի դռան դիմաց։ Ճեղքից տեսնում էր մահճակալին պառկած փոքրիկ կերպարանքը, մեջքով դեպի դուռը։ Տիկին Շուշանը, տնտեսուհին, որը խնամում էր ընտանիքը ավելի քան 10 տարի, նոր էր դուրս եկել սենյակից, գլուխը տխուր օրորելով անհանգստության արտահայտությամբ, որը մշտական էր դարձել նրա դեմքին։ Ինչպե՞ս է նա այսօր, Շուշան, ցածրաձայն հարցրեց Արմենը, թե գիտեր, որ պատասխանը լինելու է նույնը, ինչ միշտ։ 60-ամյա կինը, իր ճերմակ մազերը միշտ կոկիկ հավաքած, խորը հոգոց հանեց նախքան պատասխանելը։ Շուշանը 3 երեխա էր մեծացրել իր կարիերայի ընթացքում, տասնյակ երեխաների էր խնամել, բայց երբեք չէր տեսել այնպիսի բան, ինչ կատարվում էր Նարեի հետ։ Նույնն է, պարոն Արմեն։ Ոչ մի բառ չի ասել, ձեռք չի տվել Շիլային, որը հատուկ պատրաստել էի, ինչպես սննդաբանն էր խնդրել։ Ուղղակի նայում էր պատին։ Նրա խոսքերը լի էին մի տխրությամբ, որը մասնագիտական անհանգստությունից անդին էր։ Կարծես նա փակվել է մի աշխարհում, որտեղ մենք չենք կարողանում մտնել։ Արմենը ճակատը հենեց դռանը, փակելով աչքերը։ Վերջին 2 ամիսներին, երբ Նարեն լիովին դադարեցրել էր սնվելը, նա մոբիլիզացրել էր Երանի լավագույն մասնագետներին։ Հանրահայտ մանկաբույժներ, մանկական հոգեբաններ, սննդային խանգարումների գծով մասնագիտացված սննդաբաններ, նույնիսկ հոգեբույժներ, որոնք զբաղվում էին մանկական տրավմայով։ Բոլորը հանգում էին նույն եզրակացությանը։ Նարեն գտնվում էր խորը սկի վիճակում, բայց ոչ ոք չէր կարողանում հասնել նրան։ Բժիշկ Կարեն Սարգսյանը, մանկաբույժը, որը Նարեին հետում էր մանկուց, վերջին այցելության ժամանակ հստակ էր եղել։ Արմեն, մենք պետք է դիտարկենք հոսպիտալացումը։ Աղջիկը կորցրել է գրեթե 4 կիլոգրամ։ Նրա չափի երեխայի համար դա չափազանց անհանգստացնող է։
Եթե նա շուտով չվերսկսի սնվել, մենք ստիպված կլինենք դիմել զոնդով սնուցման։ Իր դստերը սարքերին միացված արհեստականորեն սնվող տեսնելու գաղափարից Արմենի ստամոքսը սեղմվում էր։ Ինչպես էր հասել այս վիճակին։ Ինչպես էր մի ընտանիք, որն ամեն ինչ ուներ, որը լիարժեք ու երջանիկ էր, դարձել այն ամենի ստվերը, ինչ մի ժամանակ եղել էր։ Նա զգուշորեն բացեց դուռը, մտավ սենյակ։ Նարէն ճիշտ նույն դիրքում էր, ինչ միշտ, փաթաթված վարդագույն վերմակի մեջ, որի վրա Անահիտը ձեռքով փոքրիկ թիթեռներ էր ասեղնագործել։ Նրա շագանակագույն մազերը, որոնք Անահիտը նախկինում ամեն օր տարբեր ձերով էր սանրում, այժմ խամրած ու խճճված էին։ Բար, իմ արքայադուստր, շնջաց Արմենը, նստելով մահճակալի եզրին։ Այսօր ինչպես ես։ Լռություն։ Նարէն չշարժվեց, ոչ մի նշան ցույց չտվեց, որ լսել է հոր ձայնը։ Արմենը ձեռքը մեկնեց քնքշորեն շոյեց դստեր մազերը, զգալով, թե որքան են դրանք բարակել, փխրունացել։ Երեխան, որը նախկինում բարձրանում էր նրա մեջքին, որը ծիծաղում էր, երբ նա խուտուտ էր տալիս, որը վազում էր գրկելու նրան ամեն անգամ, երբ աշխատանքից տուն էր գալիս, այժմ իր իսկ ուրվականն էր դարձել։ Նարէ, ես գիտեմ, որ դու տառապում ես։ Ես էլ եմ շատ տառապում։ Նրա ձայնը դողում էր խոսելիս, փորձելով գտնել ճիշտ բառերը դստեր կոտրված սրտին հասնելու համար։ Բայց մայրիկը չէր ուզենա քեզ այսպիսին տեսնել։ Նա կուզենար, որ դու ուտեիր, խաղայիր, երջանիկ լինեիր։ Ոչ մի արձագանք։ Արմենը զգաց, թե ինչպես են արցունքներն այրում իր աչքերը։ Որպես բարդ խնդիրներ լուծելուն, անհնարին իրավիճակներից ելքեր գտնելուն սովոր տղամարդ, նա իրեն լիովին անզոր էր զգում սեփական դստեր տառապանքի առաջ։ Խոհանոցում նա գտավ տիկին Շուշանին, որս մեկ ուտեստ էր պատրաստում, որին, հավանաբար, ոչ ոք ձեռք չէր տա։ Սեղանը գցված էր գունավոր ափսեներով, այնպիսիներով, որոնք Նարեն սիրում էր օգտագործել, զարդարված մուլտֆիլմերի հերոսներով։ Իրերի ուրախության պահի տխրության միջ հակադրությունը գրեթե դաժան էր։ Պարոն Արմեն, ասաց Շուշանը, ձեռքերը սրբելով գոգնոցով, այլս չգիտեմ ինչ անել։ Փորձել եմ բոլոր ուտեստները, որոնք նա ամենաշատն էր սիրում։ Պատրաստել եմ այն հավով պյուրեն, որը նա միշտ խնդրում էր, թխել եմ այն շոկոլադե տորթը, որը տիկին Անահիտը սովորեցնում էր նրան պատրաստել։ Ոչինչ։ Կարծես մոռացել է, որ քաղցած է։ Արմենս մեկ բաժակ սուրճ լցրեց իր համար, իմանալով, որ չի կարողանալու խմել այն։ Բժիշկներն ասում են, որ հոգեբանական է, որ նա վերամշակում է մոր կորուստը, այդպես է արձագանքում։ Ես հասկանում եմ Սուգը, պարոն, պատասխանեց Շուշանը, իր ձայնը լի փորձառությամբ։ 15 տարի առաջ կորցրել եմ ամուսնուս, գիտեմ, ինչպես կարող է ցավը կլանել մարդուն։ Բայց երեխան չպետք է այդպիսի բեռ կրի։ Հեռախոսը զանգեց, ընդհատելով խոսակցությունը։ Բժիշկ Կարենն էր, նոր մասնագետիս մեկ ուղեգրով։ Արմենը գրի առավ անունն ու համարը, իմանալով, որ դա կլինի մեկ խորհրդատվություն, որը կավարտվի նույն կերպ։ Նարեն լուռ կմնա, իսկ ինքն իրեն ավելի հուսահատ կզգա։ Հեռախոսն անջատելուց հետո Արմենը նորից բարձրացավ դստեր սենյակ։ Այս անգամ նա Նարեին գտավ մահճակալին նստած, պատուհանից դուրս նայելիս։ Մի պահ հույսի շող փայլատակեց նրա մեջ, բայց երբ մոտեցավ, նկատեց, որ աղջկա հայացքը դատարկ է, կորած մի տեղ, ուր ինքը չէր կարողանում հասնել։ Նարե, ուզում ես խոսել ինձ հետ, փորձեց մեկ անգամ, նստելով նրա կողքին։ Նարեն դանդաղ գլուխը շրջեց դեպի հայրը։ Մի քանի վայրկյան նրանց հայացքները հանդիպեցին, Արմենը զգաց, որ նա փորձում է ինչ-որ բան ասել։ Բայց հետո, ինչպես փակվող վարագույր, աղջիկը շեղեց հայացքը, նորից կծկվեց վերմակի տակ։ Այդ գիշեր, մեկ օր անց, երբ Նարեն ոչ մի կերակուրի ձեռք չէր տվել, Արմենը փակվեց իր աշխատասենյակում, լաց եղավ այնպես, ինչպես չէր լացել վթարի օրվանից ի վեր։ Նա նայեց աշխատասեղանի վրա դրված ընտանեկան լուսանկարին, որը արվել էր Նարեի վերջին ծննդյան օրը։ Անահիտը փայլում էր, աղջկան գրկած, երկուսն էլ ժպտում էին տեսախցիկին։ Ինքը կանգնած էր կողքին, երջանկության անկեղծ ժպիտով։ Ինչպես է։ Ին ամեն ինչ այդքան արագ փոխվել։ Ինչպես էր այդքան համերաշխ, կյանքով լի ընտանիքը վերածվել իր իսկ ստվերին։ Արմենը վերցրեց հեռախոսը, զանգահարեց իր քրոջը, Լիլիթին, որն ապրում էր Գյումրիում։ Նա միակ մարդն էր, ում հետ կարողանում էր սրտանց խոսել, միակը, ով իսկապես գիտեր նրա հուսահատության չափը։ Արմեն, ինչպես ես։
Լիլիթի ձայնում զգացվում էր այն անհանգստությունը, որը մշտական էր դարձել Անահիտի մահից հետո։ Այլս չգիտեմ ինչ անել, Լիլիթ։ Նարեն։ Նա չի լավանում։ Բժիշկները խոսում են հոսպիտալացման, ցնուցման զոնդի մասին։ Ինչպես հասանք այս կետին։ Լիլիթը մի քանի վայրկյան լուռ մնաց նախքան պատասխանելը։ Դու երբեք մտածել ես մոտեցումը փոխելու մասին։ Գուցե նրան ոչ թե ավելի շատ բժիշկներ են պետք, այլ մեկը, ով կհասկանա, թե ինչ են ասում, բայց այլ կերպ։ Ինչ նկատի ունես։ Չգիտեմ, Արմեն։ Պարզապես կարծում եմ, որ երբեմն երեխաներն ավելի լավ են արձագանքում պարզ, մարդկային բաներին, քան բժշկական արձանագրություններին։ Նարեն միշտ զգայուն է եղել, միշտ զգացել է շրջապատի մարդկանց զգացմունքները։ Գուցե նրան պետք է մեկը, ով կխոսի իր լեզվով, ով ցավը կհասկանա ավելի։ Անձնական մակարդակով։ Հեռախոսն անջատելուց հետո Արմենը մտածում էր քրոջ խոսքերի մասին։ Գուցե նա ճիշտ էր։ Գուցե աշխարհի բոլոր մասնագետները բավարար չէին մի վերք բուժելու համար, որը ֆիզիկականից շատ ավելի խորն էր։ Գուցե Նարեին պետք էր մի բան, որը փողով հնարավոր չէր գնել, որը դիպլոմներով հնարավոր չէր սովորեցնել։ Հարան սենյակում Նարեն արթուն պառկած էր խավարի մեջ, նայելով առաստաղին։ Իր 5 տարեկան մտքում աշխարհը կորցրել էր բոլոր գույները այն օրը, երբ մայրն այլս տուն չվերադարձավ։ Եվ որքան էլ բոլորը փորձում էին բացատրել, որքան էլ պնդում էին, որ նա պետք է ուտի, որ պետք է ուժեղ լինի, այդ ամենը ոչ մի իմաստ չուներ մի աշխարհում, որտեղ իր կյանքի ամենակարևոր մարդը պարզապես անհետացել էր։ Գիշերը դանդաղ սողում էր կենտրոնում, քաղաքի մի անկյունում մի երիտասարդ կին ավարտում էր իր վերջին աշխատանքային օրը Արաբկիրում գտնվող մի ընտանիքում, չիմանալով, որ իր կյանքը շուտով պետք է խաչվի մի աղջկա կյանքի հետ, որը մոռացել էր ինչպես ապրել, մի հոր, որը մոռացել էր ինչպես սիրել առանց հուսահատության։ Ճակատագիրը երբեմն խորհրդավոր կերպով է գործում, ճիշտ մարդկանց դնելով ճիշտ տեղերում, հենց այն ժամանակ, երբ նրանք ամենաշատն են միմյանց կարիքը զգում։ Մարիամ Հակոբյանն արթնացավ առավոտյան ժամը 5-ին, ինչպես անում էր ամեն օր, երբ 2 տարի առաջ տեղափոխվել էր Երևան։ Մալաթիա Սեբաստիայում գտնվող բնակարանի փոքրիկ սենյակը, որը նա կիսում էր 3 աղջիկների հետ, դեռ մութ էր, բայց նա արդեն սովորություն ուներ արթնանալ արածակից առաջ։ Անհրաժեշտ էր նստել 2 ավտոբուս 1 մետրո, կենտրոն հասնելու համար, գրեթե 2 ժամ տող մի ճանապարհորդություն, որը նրան մի աշխարհից տեղափոխում էր բոլորովին այլ աշխարհ։ 26 տարեկանում Մարիամը կրում էր մի հասունություն, որը չէր համապատասխանում իր տարիքին։ Նրա մուգ շագանակագույն աչքերն ունեին մի խորություն, որը պատմում էր պատմություններ, որոնք նա հազվադեպ էր կիսում, իսկ նրա նուրբ ձեռքերը բացահայտում էին նրա ուժը, ով վաղուց սովորել էր, որ կյանքը դիմադրություն է պահանջում։ Ծնված Լոռու մարզի մի փոքրիկ քաղաքում, նա 7 տարեկանում կորցրել էր մորը, մեծացել էր մորական տատի։ Վարդուհի տատիկի մոտ մի իմաստուն կնոջ, որը նրան սովորեցրել էր, որ երբեմն սերը դրսևորվում է ամենօրյա ժեստերի պարզության մեջ։ Մանկական խնամողների գործակալությունից զանգահարել էին նախորդ շաբաթ, նախորդներից բոլորովին տարբերվող առաջարկով։ Դա նուրբ իրավիճակ է, Մարիամ, բացատրել էր Սոնան, համակարգողը։ 5 տարեկան մի աղջիկ, որը մի քանի ամիս առաջ կորցրել է մորը, շատ դժվար շրջան է անցնում։ Հայրը հուսահատված է, արդեն ամեն ինչ փորձել է։ Նրան պետք է մեկը, ով բարդ իրավիճակներում փորձ ունի։ Մարիամը սկզբում վարանել էր։ Որպես խնամող նրա վերջին փորձը եղել էր Կոմիտասում գտնվող մի ընտանիքում, որտեղ նա գրեթե 1 տարի խնամել էր չարաճճի երկվորյակների։ Դա մի աշխատանք էր, որը պահանջում էր ֆիզիկական էներգիա, համբերություն խաղերի համար հիպերակտիվ 2 երեխաներին վերահսկողության տակ պահելու կարողություն։ Բայց Սոնայի ձայնում ինչ-որ բան ստիպեց նրան ընդունել առաջարկը, առանց բոլոր մանրամասներին ծանոթանալու։ Այժմ, նստած գնացքում, որը կտրում էր քաղաքը, մինչ արը սկսում էր երկինքը ներկել նարնջագույնով, Մարիամը հիշում էր իր սեփական մանկությունը։ Երբ մայրը մահացավ թոքաբորբից, նա ամիսներ շարունակ չէր կարողանում նորմալ խոսել, չէր կարողանում հասկանալ, թե ինչու բոլոր մյուս երեխաներն ունեն մայրեր, որոնք նրանց դպրոցից վերցնում են, իսկ ինքն ունի միայն Վարդուհի տատիկին, որն իր 60 տարեկանում հազիվ բավարարող թոշակով անում էր հնարավորը։ Վարդուհի տատիկը սովորաբար ասում էր, որ որոշ ցավեր այնքան մեծ են, որ բառերը չեն կարող դրանք գրել։ Երբ մայրդ մահացավ, աղջիկս, դու 3 ամիս համրացար։ Ոչ թե որովհետև չէիր ուզում խոսել, այլ որովհետև այդքան կարոտի համար բառեր չունեիր։
Եվ հենց իր տատիկն էր, իր անսահման համբերությամբ լավանդայի բույր ունեցող գրկախառնություններով, որն օգնել էր նրան նորից գտնել ճանապարհը դեպի կենդանի աշխարհ։ Շքեղ շենքի դռնապանը քաղաքավարի բարեց Մարիամին, երբ նա ներկայացավ։ Տիկինը, Երի, նոր աշխատակիցն է։ Պարոն Արմենը սպասում է ձեզ։ Վերելակը լուռ բարձրացավ 23 հարկ, ամեն հարկ անցնելիս Մարիամը զգում էր, թե ինչպես է իր կրծքում աճում անհանգստության վճռականության խառնուրդը։ Արմենը դուռը բացեց դեռ խալաթով, խորը կնճիռներով աչքերի տակ խառնված մազերով։ Ակնհայտ էր, որ լավ չէր քնել, Մարիամն անմիջապես նկատեց այն բեռը, որը այդ տղամարդը կրում էր իր ուսերին։ Նրա աչքերում մի տխրություն կար, որը նա ճանաչում էր, նույնը, որը տեսնում էր հայելու մեջ մոր մահից հետո առաջին տարիներին։ Մարիամ, շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Ներեցեք տեսքիս համար, վերջին ժամանակներս քնելը հեշտ չէ։ Արմենը նրան հրավիրեց ներս, նա տպավորվեց բնակարանի շքեղությամբ։ Ապակե մեծ պատուհաններից բացվում էր հիասքանչ տեսարան դեպի քաղաք, նրբաճաշակ կահավորանքը հակադրվում էր օդում կախված ծանր լռությանը։ Տիկին Շուշանը հայտնվեց խոհանոցից, ձեռքերը սրբելով գոգնոցով։ Եվս մեկը, մեր փոքրիկի համար փորձելու, մրմնջաց նա, բայց ոչ թշնամաբար։ Դա ավելի շատ հոգնածության հույսի խառնուրդի արտահայտություն էր։ Թույլ տվեք բացատրել իրավիճակը, ասաց Արմենը, մատնացույց անելով հյուրասենյակի բազմոցը։ Իմ դուստր Նարեն շատ դժվար շրջան է անցնում, երբ 3 ամիս առաջ կորցրինք մորը։ Նա լիովին դադարել է սնվել, չի խոսում, չի խաղում։ Արդեն խորհրդակցել ենք տասնյակ մասնագետների հետ, բայց ոչինչ կարծես չի օգնում։ Մարիամը ուշադիր լսում էր, մինչ Արմենը նկարագրում էր վերջին ամիսները, ձախողված բժշկական այցելությունները, աճող հուսահատությունը։ Նրա խոսելաձուն դստեր մասին կար մի բան, որը խորապես հուզեց նրան։ Դա պարզապես բժշկական անհանգստություն չէր, դա մի հոր հուսահատությունն էր, ով տեսնում էր, թե ինչպես է իր երեխան հեռանում աշխարհից, չգիտեր, թե ինչպես նրան հետ բերել։ Կարող եմ տեսնել Նարեին, հարցրեց Մարիամը, երբ Արմենն ավարտեց խոսքը։ Իհարկե։ Բայց պետք է զգուշացնեմ։ Նա չի արձագանքի։ Արդեն շաբաթներ է, այս վիճակում է։ Մարիամը հետեց Արմենին միջանցքով մինչ աղջկա սենյակի դուռը։ Բացվածքից նա տեսավ մի փոքրիկ կերպարանք, գծկված վարդագույն վերմակի տակ։ Սենյակը գեղեցիկ էր, զարդարված խնամքով սիրով, բայց օդում շոշափելի տխրություն կար։ Նարե սիրելիս, այստեղ մեկը կա, ով ուզում է ծանոթանալ քեզ հետ, մեղմորեն ասաց Արմենը, բայց աղջիկը չշարժվեց։ Մարիամը մի քանի րոպե դիտեց տեսարանը։ Նարեի դիրքում նրա վերմակի տակ պաշտպանվելու ձում մի բան կար, որը ցավոտ հիշողություն արթնացրեց։ Ինքն էլ ամիսներ շարունակ փաթաթված էր մնացել Վարդուհի տատիկի մահճակալին, հրաժարվելով դուրս գալ, հրաժարվելով ընդունել, որ աշխարհը շարունակում է պտտվել առանց իր մոր։ Ներողություն, քնքշորեն ասաց Մարիամը, կարող եմ ներս մտնել։ Արմենը գլխով արեց, նա դանդաղ մտավ սենյակ։ Փոխանակ ուղիղ մոտենալու աղջկան կամ փորձելու որը տեսակի շփում հաստատել, Մարիամը պարզապես նստեց հատակին, հենվելով մահճակալի դիմացի պատին, հարգալից հեռավորության վրա։ Բար, Նարե։ Իմ անունը Մարիամ է։ Ես եկել եմ այստեղ մի փոքր քեզ հետ մնալու, եթե թույլ տաս։ Նրա ձայնը մեղմ էր, առանց շտապողականության, առանց ակնկալիքների։ Պարտադիր չէ ինձ հետ խոսել, ոչ էլ ինձ նայել։ Ես ուղղակի այստեղ կնստեմ։ Արմենը դիտում էր դռան մոտից, հետաքրքրված։ Բոլոր մյուս խնամողներն ու թերապևտները փորձել էին ավելի ուղիղ մոտեցումներ, փնտրելով անմիջական շփում։ Մարիամը կարծես հասկանում էր, որ երբեմն լուռ ներկայությունն ավելի հզոր է, քան 1000 բառ։ Մի քանի րոպե լռությունից հետո Մարիամը սկսեց ցածրաձայն խոսել, կարծես ինքն իր հետ էր զրուցում։ Երբ ես 7 տարեկան էի, ես էլ կորցրի մորս։ Դա շատ դժվար ժամանակ էր ինձ համար։ Նա դադար տվեց, նայելով, թե արդյոք Նարեի կողմից որևէ արձագանք կա։ Ես մի որոշ ժամանակ դադարեցի խոսել։ Չէի կարողանում հասկանալ, թե ինչու մյուս երեխաներն ունեն մայրեր, իսկ ես այլս չունեմ։ Վերմակի տակ գրեթե աննկատ շարժում եղավ։ Նարեն թեթակի շրջել էր գլուխը դեպի Մարիամի ձայնը։ Իմ Վարդուհի տատիկը սովորաբար ասում էր, որ կարոտը շատ մեծ վերքի նման է, որը դանդաղ է լավանում։ Երբեմն, երբ մենք շատ ենք կարոտում, թվում է, թե աշխարհում այլս ոչինչ նշանակություն չունի։
Մարիամը շարունակում էր խոսել, նրա ձայնը լի էր անկեղծ հասկացողությամբ։ Արմենը մնում էր դռան մոտ, հուզված։ Շաբաթներ շարունակ առաջին անգամն էր, որ տեսնում էր դստեր կողմից որևէ արձագանք, որքան էլ փոքր լիներ այն։ Մարիամը գրեթե 1 ժամ նստեց հատակին, երբեմն մեղմորեն խոսելով իր սեփական փորձի մասին, երբեմն պարզապես մնալով հարգալից լռության մեջ։ Նա ոչ մի շփում չպարտադրեց, չփորձեց համոզել Նարեին դուրս գալ մահճակալից կամ ուտել։ Պարզապես առաջարկեց իր ներկայությունը։ «Նարե», ասաց նա վերջապես, դանդաղ բարձրանալով։ «Ես հիմա դուրս կգամ, բայց եթե ուզենաս, վաղը կարող եմ նորից գալ մի փոքր էլ քեզ հետ մնալ»։ Երբ նա ուղղվեց դեպի դուռը, լսեց գրեթե անլսելի շշուկ։ «Վերադարձիր»։ Մարիամը կանգ առավ, սիրտը բուռն բաբախելով։ Արմենը լայն բացեց աչքերը, չհավատալով իր լսածին։ Դա առաջին բառն էր, որ Նարեն արտասանել էր գրեթե 2 ամսվա ընթացքում։ «Իհարկե կվերադառնամ», պատասխանեց Մարիամը, մեղմորեն շրջվելով դեպի մահճակալը։ «Երբ որ ուզենաս»։ Խոհանոցում, մինչ տիկին Շուշանը սուրճ էր պատրաստում, Արմենը չէր կարողանում թաքցնել հուզմունքը։ Նա խոսեց. «2 ամիս լիակատար լռությունից հետո նա խոսեց ձեզ հետ։ Երբեմն երեխաներին պարզապես պետք է իմանալ, որ իրենք ցավի մեջ մենակ չեն», բացատրեց Մարիամը։ Նարեն համար կամ դժվար չէ։ Նա տառապում է մի ծով, որը բացատրելու համար բառեր չունի։ «Դուք իսկապես կարծում եք, որ կարող եք օգնել նրան», հարցրեց Արմենը, ամիսներ շարունակ առաջին անգամ նրա ձայնում հույսի շող կար։ «Հրաշքներ խոստանալ չեմ կարող», ազնվորեն պատասխանեց Մարիամը։ «Բայց կարող եմ խոստանալ, որ կփորձեմ հասկանալ, թե ինչ է նա զգում։ Ես եղել եմ նրա տեղում»։ Այդ կեսօրին Արմենը առանց վարանելու ստորագրեց Մարիամի աշխատանքային պայմանագիրը։ Ամիսներ շարունակ առաջի։ Նանգամն զգաց, որ գտել է մեկին, ով խոսում է իր դստեր լեզվով, մեկին, ով հասկանում է, որ բուժումը երբեմն գալիս է հասկացողության, այլ ոչ թե բժշկական արձանագրությունների միջոցով։ Մարիամը հաջորդ օրը վաղ առավոտյան վերադարձավ, նույնիսկ տիկին Շուշանից շուտ։ Արմենը նրան դիմավորեց խոհանոցում, դեռ զարմացած նախորդ օրվա Նարեի արձագանքից։ «Ինչպես հաջողվեց»։ 1 ժամում դուք հասաք նրան, ինչին տասնյակ մասնագետներ չկարողացան հասնել ամիսների ընթացքում։ «Ես դեռ ոչնչի չեմ հասել», պատասխանեց Մարիամը, իր համար մի բաժակ ջուր լցնելով։ Նարեն պարզապես իմ մեջ ճանաչեց մեկին, ով հասկանում է իր ցավը։ Սա ընդամենը սկիզբն է։ Նա բարձրացավ Նարեի սենյակ, աղջկան գտավ նախորդ օրվա նույն դիրքում, բայց այս անգամ, երբ նա ներս մտավ, Նարեն թեթակի շրջեց դեմքը նրա ուղղությամբ։ «Բարի լույս, Նարե»։ «Ինչպես քնեցիր», հարցրեց Մարիամը, նորից նստելով նախորդ օրվա նույն տեղում։ Բանավոր պատասխան չեղավ, բայց Մարիամը նկատեց, որ աղջիկն ավելի ուշադիր է իր ներկայությանը։ «Գիտես, երբ մայրս մահացավ, ես էլ մի որոշ ժամանակ դադարեցի ուտել։ Ուտելիքը տարօրինակ համ ուներ, կարծես այլս չէր պատկանում այն աշխարհին, որտեղ մայրս չկար»։ Մարիամը խոսում էր դանդաղ, զգուշորեն ընտրելով յուրաքանչյուր բառ։ Նարեն շարժվեց վերմակի տակ, առաջին անգամ նրա կոպերը լիովին բացվեցին, բացահայտելով հոր աչքերին շատ նման մուգ աչքեր։ «Իմ վարդուհի տատիկը սովորաբար ինձ համար կարագով հացի փոքրիկ կտորներ էր բերում։ Նա չէր ստիպում։ Պարզապես թողնում էր կողքիս, ասում, որ երբ ես պատրաստ լինեմ, ուտելիքն այնտեղ կսպասի ինձ»։ Մարիամը պայուսակից հանեց փայլաթիթեղով փաթաթված մի փոքրիկ փաթեթ։ «Քեզ համար մի կտոր կարագով հաց եմ բերել։ Պարտադիր չէ հիմա ուտել, ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Ես ուղղակի այստեղ կթողնեմ կողքիդ, եթե հանկարծ ցանկություն ունենաս»։ Նա փոքրիկ սենդվիչը դրեց գիշերասեղանին, վերադարձավ իր տեղը հատակին։ «Կարող եմ պատմել քեզ, թե ինչպիսին էր իմ մայրը», հարցրեց Մարիամը։ Նարեն գրեթե աննկատ գլխով արեց։ Նա քոնի պես երկար մազեր ուներ, միշտ լավանդայի օճառի բույր էր գալիս նրանից։ Երբ ես տխուր էի կամ վախեցած, նա նստում էր իմ մահճակալին շատ ցածր ձայնով մի երգ էր երգում, մինչ ես քնում էի։ «Իմ մայրիկն էլ էր երգում», շնջաց Նարեն, այնքան ցածր, որ Մարիամը հազիվ լսեց։ Դա առաջին ամբողջական նախադասությունն էր, որ Նարեն արտասանել էր ամիսների ընթացքում։ Մարիամը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով, բայց ձայնը պահեց հաստատուն։ «Ինչ երգ էր նա երգում քեզ համար։ Իմ փոքրիկ նավակը»։
Նարեն փակեց աչքերը, կարծես կարող էր լսել մոր ձայնը հիշողության մեջ։ Գեղեցիկ երգ է։ Ուզում ես երգեմ քեզ համար։ Նարեն գլխով արեց, Մարիամը սկսեց մեղմորեն երգել այն մանկական երգը, որը բոլոր հայ երեխաները գիտեն։ Նրա ձայնը լցրեց լուր սենյակը, իր հետ բերելով տարիների կարոտ հասկացողություն։ Երբ ավարտեց երգելը, Նարեն լիովին շրջվել էր դեպի Մարիամը։ Նրա աչքերը հարված էին երիտասարդ խնամողի դեմքին, կարծես ուսումնասիրում էր յուրաքանչյուր գիծ, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է մեկն այդքան խորը ճանաչել իր ցավի լեզուն։ Դու էլ ես տխրում առանց մորթ, հարցրեց Նարեն։ Այո, տխրում եմ։ Ամեն օր։ Բայց սովորել եմ, որ մենք կարող ենք կարոտել մի նույն ժամանակ ապրել։ Մեր մայրիկը չէր ուզենա, որ մենք ընդմիշտ տխուր մնանք։ Նարեն մի քանի րոպե լուռ մնաց, վերամշակելով Մարիամի խոսքերը։ Հետո դանդաղ մեկնեց իր փոքրիկ ձեռքը դեպի այն հացը, որը Մարիամը թողել էր սեղանիկին։ Կարող եմ ուղղակի մի կտոր ուտել, հարցրեց նա, կարծես թույլտվություն էր խնդրում։ Կարող ես ուտել, որքան ուզում ես, կամ ընդհանրապես չուտել։ Ընտրությունը քոնն է։ Նարեն վերցրեց փոքրիկ սենդվիչը մի փոքր կծեց, դանդաղ ծամելով, կարծես վերագտնում էր ուտելիքի համը։ Հետո ի զարմանս Մարիամի արցունքներ սկսեցին գլորվել աղջկա դեմքով։ Համեղ է, քնքշորեն հարցրեց Մարիամը։ Այո։ Բայց ես ինձ մեղավոր եմ զգում, խոստովանեց Նարեն հեկեկոցների միջից։ Ինչու՞ մեղավոր։ Որովհետև եթե ես ուտեմ, եթե լավանամ, գուցե մոռանամ մայրիկիս։ Մարիամը դանդաղ բարձրացավ, մոտեցավ մահճակալին, լուր թույլտվություն խնդրելով նախքան եզրին նստելը։ Կարող եմ քեզ մի գաղտնիք ասել։ Որքան շատ ես հոգ տանում քո մասին, այնքան ավելի շատ ես պատվում մորթ հիշատակը։ Նա քեզ այնքան էր սիրում, որ կուզենար տեսնել, թե ինչպես ես մեծանում ուժեղ երջանիկ։ Նարենս մեկ կծոց արեց հացից, այս անգամ կարողացավ կուլ տալ առանց լաց լինելու։ Ներքում Արմենը լուռ բարձրացել էր, դիտում էր տեսարանը դռան մոտից։ Տեսնելով, թե ինչպես է դուստրը 2 ամսվա մեջ առաջին անգամ ուտում, նա ստիպված եղավ հենվել պատին, որպեսզի չընկնի։ Տիկին Շուշանը հայտնվեց նրա հետից, տեսնելով սենյակում տեղի ունեցող հրաշքը, սկսեց լուռ լաց լինել, ձեռքերը տանելով կրծքին։ Դա ընդամենը կարագով հացի մի փոքրիկ կտոր էր, բայց այն անսահման շատ ավելին էր խորհրդանշում։ Դա կյանքի առաջին կայծն էր, որ վերադառնում էր Նարեի աչքերին, առաջին կամուրջն էր, որ կառուցվում էր ցավի անդունդի վրա, որը ամիսներ շարունակ բաժանել էր հորն ու դստերը։ Եվ Մարիամը գիտեր, որ դա ընդամենը երկար, բայց վերջապես հնարավոր դարձած ճանապարհորդության առաջին քայլն էր։ Հաջորդող օրերը դարձան համբերության բացահայտումների նուրբ ծիսակարգ։ Մարիամը գալիս էր ամեն առավոտ ժամը 7-ին, միշտ պայուսակում կրելով փայլաթիթեղով փաթաթված փոքրիկ սենդվիչներ, Նարեն սկսեց սպասել նրա գալուն։ Նստած մահճակալի եզրին, դեռ փաթաթված թիթեռներով վերմակի մեջ, բայց ուշադիր աչքերով սերված սենյակի դռանը։ Արմենը դիտում էր այս փոխակերպումը թեթացման հիացմունքի խառնուրդով։ Ամիսներ շարունակ առաջին անգամ կար մի առօրյա, որը չէր պտտվում բժշկական այցելությունների դեղերի շուրջ։ Դա պարզ, մարդկային առօրյա էր, կառուցված այն փխրուն, բայց իրական վստահության հիմքի վրա, որը Նարեն ձավորում էր Մարիամի հանդեպ։ Բարի լույս, փոքրիկ թիթեռնիկ, ասում էր Մարիամը սենյակ մտնելիս, օգտագործելով այն քնքուշ մականունը, որը բնականորեն ծնվել էր նրանց միջ։ Նարեն սկսել էր ամաչկոտ ժպտալ, երբ լսում էր այդ բառերը, մի փոքրիկ ժպիտ, որը լուսավորում էր ամբողջ բնակարանը։ Այսօրվա հացը բերել ես, հարցնում էր Նարեն, այս պարզ հարցը հսկայական հաղթանակ էր ներկայացնում տան բոլորի համար։ Այո, բերել եմ։ Բայց այսօր մի նորություն եմ բերել։ Մարիամը նստում էր մահճակալի եզրին, մի արտոնություն, որը նա աստիճանաբար նվաճել էր։ Իսկ ինչ կասես, եթե դու ինձ օգնես ընտրել, թե ինչ ենք պատրաստելու վաղը։ Նարեն կնճռոտում էր իր փոքրիկ հոնքերը, կենտրոնանալով որոշման վրա, կարծես դա իր կյանքի ամենակարևոր որոշումն էր։ Կարող եմ ցանկացած բան ընտրել։ Ցանկացած բան, ինչ կցանկանաս։ Ուզում եմ տապակած սենդվիչ, այնպիսին, ինչպիսին մայրիկս էր պատրաստում կիրակի օրերին, ասաց Նարեն, առաջին անգամ հիշատակեց Անահիտին, առանց աչքերը արցունքներով լցվելու։ Մարիամը ժպտաց, զգալով, թե ինչպես է սիրտը արագ բաբախում այս մեկ փոքրիկ նվաճումից։ Ուրեմն կիրակի օրը կպատրաստենք մայրիկի սենդվիչը։ Ներքում խոհանոցում Արմենն ավարտում էր իր նախաճաշը, երբ լսեց մի բան, որ ամիսներ շարունակ չէր լսել։ Նարեի ծիծաղի ձայնը։
Այն ցածր էր, ամաչկոտ, բայց անկեղծ էր։ Նա բաժակն այնքան ուժեղ դրեց սեղանին, որ քիչ մնաց կոտրեր, տիկին Շուշանը վազելով եկավ լվացքատնից։ Ինչ պատահեց, պարոն Արմեն։ Մի բան է եղել։ Լսիր, շշնջաց Արմենը, մատնացույց անելով վերին հարկը։ Նրանք լուռ մնացին, կրկին Նարեի ծիծաղի ձայնը արձագանքեց տանը։ Տիկին Շուշանը ձեռքերը տարավ բերանին, աչքերը լցվեցին արցունքներով։ Փառք Աստծո, մրմնջաց նա։ Մեր աղջիկը վերադառնում է։ Արմենը դանդաղ բարձրացավ աստիճաններով, ցանկանալով սեփական աչքերով հաստատել այն, ինչ լսել էին իր ականջները։ Նա կանգ առավ սենյակի դռան մոտ, տեսավ Նարեին նստած մահճակալին, աշխույժ զրուցելիս Մարիամի հետ այն տարբեր տեսակի պանիրների մասին, որոնք կարող էին օգտագործել կիրակի օրվա սենդվիչի համար։ Իսկ եթե դնենք այն պանիրը, որը շատ լավ է հալվում, առաջարկում էր Նարեն։ Լորի պանիր, հարցրեց Մարիամը։ Հենց դա։ Եվ երշիկ էլ։ Մայրիկս միշտ երշիկ էր դնում։ Արմենը հենվեց միջանցքի պատին, չափազանց հուզված սենյակ մտնելու համար։ Կարծես դիտում էր, թե ինչպե է իր դուստրը վերածնվում, բառ առ բառ, ժպիտ առ ժպիտ։ Շաբաթվա ընթացքում առօրյան բնականոն հունով հաստատվեց։ Մարիամը գալիս էր առավոտյան առաջին 2 ժամն անցկացնում էր Նարեի հետ սենյակում, զրուցելով, երգելով այն երգերը, որոնք Անահիտը սովորաբար երգում էր, միշտ առաջարկելով ուտելիքի փոքր չափաբաժիններ, որոնք Նարեն սկսեց ընդունել ամեն օր ավելի քիչ դիմադրությամբ։ Մարիամ, ասաց Նարեն մի անձրոտ 5 շաբթի, կարող եմ քեզ մի հարց տալ։ Իհարկե, կարող ես ցանկացած բան հարցնել։ Երբ մայրդ մահացավ, դու բարկացար Աստծու վրա։ Հարցն անակնկալի բերեց Մարիամին։ Նա դադարեց սանրել Նարեի մազերը, մտածեց նախքան պատասխանելը։ Այո, բարկացա։ Երկար ժամանակ ես շատ բարկացած էի։ Չէի հասկանում, թե ինչու է Աստված տարել իմ մորը թողել մյուս մայրերին իրենց երեխաների հետ։ Ես էլ եմ բարկացած, խոստովանեց Նարեն ցածր ձայնով։ Բայց վախենում եմ դա ասել հայրիկիս։ Նա արդեն այնքան տխուր է։ Մարիամը նստեց Նարեի դիմաց, քնքշորեն բռնելով նրա փոքրիկ ձեռքերը։ Գիտես, ինչ ասաց ինձ իմ Վարդուհի տատիկը, երբ ես պատմեցի, որ բարկացած եմ։ Նա ասաց, որ Աստված հասկանում է, երբ մենք բարկանում ենք։ Նա գիտի, որ դա այն պատճառով է, որ մենք շատ ենք սիրում։ Իսկ մայրիկս գիտի, որ ես բարկացած եմ։ Համոզված եմ, որ գիտի։ Եվ համոզված եմ, որ հասկանում է։ Նարեն մի քանի րոպե մտածկոտ մնաց։ Մարիամ, դու կարծում ես, որ եթե ես լավանամ, եթե նորից սկսեմ խաղալ երջանիկ լինել, մայրիկս էլ կուրախանա։ Կարծում եմ, նա արդեն ուրախ է, տեսնելով, որ դու խոսում ես, ուտում, նորից ժպտում։ Ուրեմն ես կփորձեմ ավելի արագ լավանալ, հայտարարեց Նարեն մի վճռականությամբ, որը զարմացրեց Մարիամին։ Շաբաթ երեկոյան Արմենն իր աշխատասենյակում էր, երբ Մարիամը թակեց դուռը։ Ներողություն, պարոն Արմեն։ Կարող եմ խոսել ձեզ հետ։ Իհարկե, ներս եկեք։ Եվ խնդրում եմ, կարող եք ինձ ուղղակի Արմեն անվանել։ Մարիամը մտավ աշխատասենյակ, Արմենը նկատեց, որ նա վարանող տեսք ունի, կարծես պայքարում էր ճիշտ բառերը գտնելու համար։ Վաղվա սենդվիչի մասին է, սկսեց նա։ Նարեն շատ ոգորված է, բայց ես ուզում էի ձեզ հետ խոսել նախքան դա։ Նա ուզում է պատրաստել այն սենդվիչը, որը մայրն էր պատրաստում կիրակի օրերին։ Արմենը զգաց, թե ինչպես սեղմվեց կուրծքը։ Կիրակիները սրբազան էին Անահիտի Նարեի համար։ Դա այն օրն էր, երբ նրանք խոհանոցում տապակած սենդվիչներ էին պատրաստում, ծիծաղում, թափթփում, ստեղծում հիշողություններ, որոնք այժմ ցավում էին բաց վերքերի պես։ Ես գիտեմ, որ դժվար պետք է լինի, շարունակեց Մարիամը, նկատելով ցավի արտահայտությունը Արմենի դեմքին։ Բայց կարծում եմ, Նարեին պետք է վերամիանալ մոր երջանիկ հիշողություններին, ոչ միայն կորստի տխրությանը։ Դուք ճիշտ եք, ասաց Արմենը մի քանի րոպե լռությունից հետո։ Պարզապես։ Երբ Անահիտը մահացավ, ես խուսափում էի ամեն ինչից, ինչը հիշեցնում էր նրան։ Կարծում էի, այդպես ավելի հեշտ կլինի։ Եվ ավելի հեշտ էր։ Արմենը դառնորեն ծիծաղեց։ Ոչ։ Անհնար էր։ Նա այս տան ամեն անկյունում է, ամեն հիշողության մեջ։ Ցավից փախչելը այն չվերացրեց։ Նարեն էլ էր փախչում ցավից։ Բայց երբեմն, բուժվելու համար, մենք պետք է անցնենք ցավի միջով, ոչ թե փախչենք դրանից։
Կիրակի առավոտյան կենտրոնում գտնվող բնակարանի խոհանոցն այլ կերպ արթնացավ։ Նարեն վաղ էր արթնացել, նույնիսկ Մարիամից շուտ, անհամբեր սպասում էր նախաճաշի սեղանի մոտ, օրորելով իր փոքրիկ ոտքերը։ «Հայրիկ, երբ Մարիամը գա, մենք պատրաստելու ենք մայրիկի սենդվիչը», հայտարարեց նա, երբ Արմենը հայտնվեց խալաթով, դեռ քնաթաթախ։ «Այո, իմ արքայադուստր», պատասխանեց Արմենը, ամիսներ շարունակ առաջին անգամ ցանկություն չզգաց լաց լինելու, երբ նրան հայրիկ անվանեցին։ Մարիամը ժամանեց ճիշտ ժամը 9-ին գտավ Նարեին արդեն խոհանոցում, իր համար չափազանց մեծ գոգնոցը կապած մեջքին։ «Ես պատրաստ եմ», հայտարարեց աղջիկը, բարձրացնելով ձեռքերը։ «Ուրեմն սկսենք մեր խոհարարական դասը», ասաց Մարիամը, ծիծաղելով։ Արմենը դիտում էր խոհանոցի դռան մոտից, մինչ Մարիամը սովորեցնում էր Նարեին կարագը քսել հացին, ճիշտ չափով դնել պանիրն ու երշիկը, տապակը տաքացնել իդեալական ջերմաստիճանում։ «Մայրիկս միշտ ասում էր, որ գաղտնիքը համբերության մեջ է», մեկնաբանեց Նարեն, կենտրոնացած իր գործի վրա։ «Չի կարելի շտապել կարմրեցնելու համար»։ «Մայրդ ճիշտ էր։ Կյանքի լավագույն բաները համբերություն են պահանջում», պատասխանեց Մարիամը։ Երբ սենդվիչը պատրաստվեց, ոսկեգույն բուրավետ, Նարեն զգուշորեն կտրեց այն մեջտեղից կտորները դրեց ափսեի մեջ։ «Հայրիկ», կանչեց նա։ «Արի փորձիր»։ Արմենը մոտեցավ սեղանին արագ բաբախող սրտով։ Առաջին անգամն էր, որ Նարեն նրան կանչում էր ակտիվորեն մասնակցելու որևէ բանի Անահիտի մահից հետո։ «Նույնն է, ինչ մայրիկինը», հարցրեց Նարեն, անհամբեր սպասելով հոր դատավճռին։ Արմենը մի գծոց արեց սենդվիչից, փակեց աչքերը։ Մի պահ թվաց, թե Անահիտն այնտեղ է խոհանոցում նրանց հետ, ժպտում է, միջավայրը լցնում իր վարակիչ էներգիայով։ Կատարյալ։ Իմ արքայադուստր։ Ճիշտ մայրիկի պատրաստածի պես։ Նարեն փայլուն ժպտած շրջվեց դեպի Մարիամը։ «Հիմա դու փորձիր»։ Երեքով մնացին խոհանոցում, կիսելով սենդվիչը, զրուցելով պարզ բաների մասին։ Ինչպես էր պանիրը կատարյալ հալվել, ինչպես էր հացը դրսից խրթխրթան, իսկ ներսից փափուկ, ինչպես Անահիտը կհպարտանար, տեսնելով Նարեին խոհարարություն անելիս։ «Մարիամ», ասաց Նարեն իր բաժինն ավարտելուց հետո, «կարող եմ քեզ մի գաղտնիք ասել»։ Իհարկե։ Ես փորձում էի դադարեցնել ուտելը, որպեսզի գնայի մայրիկիս մոտ, երկինք։ Հաջորդած լռությունը խիտ էր լի զգացմունքներով։ Արմենը զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ, իսկ Մարիամը ստիպված եղավ հենվել սեղանին։ «Փոքրիկ թիթեռնիկ», ասաց Մարիամը դողացող ձայնով, «դու գիտեիր, որ եթե կարողանայիր գնալ երկինք, մայրդ շատ կտխրեր»։ Ինչո՞վ։ Որովհետև մայրերը ուզում են, որ իրենց երեխաներն ապրեն, մեծանան, երջանիկ լինեն։ Մայրդ չէր ուզենա, որ դու դեռ փոքրիկ գնայիր երկինք։ Նա կուզենար, որ դու մեծանայիր, սովորեիր, ընկերներ ունենայիր, ամուսնանայիր, քո սեփական երեխաներն ունենայիր։ Նարեն ընկալեց այս տեղեկությունը այն լրջությամբ, որը միայն երեխաներն են կարող ունենալ։ Ուրեմն ես կարող եմ կարոտել մայրիկիս, բայց պետք է ապրեմ։ Ճիշտ այդպես։ Կարոտը միշտ կլ։ Ինի, բայց այն պետք չէ, որ քեզ խանգարի երջանիկ լինել։ Արմենը մոտեցավ Նարեին ամիսների մեջ առաջին անգամ գրկեց նրան։ Նա չդիմադրեց, ընդհակառակը, հարմարավետ տեղավորվեց հոր կրծքին, ինչպես անում էր վթարից առաջ։ «Հայրիկ, դու էլ էիր փորձում չապրել», հարցրեց Նարեն իր կործանարար անկեղծությամբ։ Արմենը չկարողացավ անմիջապես պատասխանել։ Դստեր հարցը խոցել էր հենց իր սեփական վերքի կենտրոնը։ Նա ամիսներ շարունակ աշխատում էր ավտոմատ ռեժիմով, մոլուցքով աշխատում, խուսափում զգալուց, խուսափում ապրելուց։ Կարծում եմ, այո, իմ արքայադուստր։ Կարծում եմ, մենք երկուսս էլ մոռացել էինք, թե ինչպես ապրել առանց մայրիկի։ Բայց հիմա Մարիամը մեզ նորից սովորեցնում է, չէ՞։ Արմենը նայեց Մարիամին, որը լվացարանի մոտ սպասքն էր լվանում, փորձելով զգուշորեն սրբել դեմքով հոսող արցունքները։ Այո, սովորեցնում է։ Մարիամը մեզ սովորեցնում է, որ մենք կարող ենք կարոտել, մի նույն ժամանակ երջանիկ լինել։ Այդ կեսօրին Նարեն խնդրեց ֆիլմ դիտել հյուրասենյակում, առաջին անգամ սեփական կամքով դուրս գալով սենյակից։ Երեքով հարմարավետ եղավորվեցին բազմոցին Նարեն, Մարիամի, Արմենի միջ, դիտեցին մի մանկական կատակերգություն, որը մի քանի անգամ ծիծաղեցրեց աղջկան։ Ֆիլմի ընթացքում Նարեն շրջվեց դեպի Մարիամը, շշնջաց. «Դու միշտ մեզ հետ կմնաս»։ «Կմնամ, քանի դեռ դուք կուզենաք, որ մնամ»։ «Ես ուզում եմ, որ դու ընդմիշտ մնաս»։
Ուրեմն ընդմիշտ կմնամ։ Արմենը, որը լսել էր շշուկով խոսակցությունը, զգաց, թե ինչպես մի բան շարժվեց իր կրծքում։ Մի բան, որ ամիսներ շարունակ չէր զգացել, հույս։ Ոչ միայն հույս, որ Նարեն կապաքինվի, այլ հույս, որ նրանք կարող են նորից ընտանիք լինել, նույնիսկ եթե դա տարբերվի նախկին ընտանիքից։ Երեկոյան, երբ Մարիամը պատրաստվում էր գնալ, Նարեն վազեց նրա մոտ ամուր գրկեց։ Շնորհակալ եմ, որ ինձ նորից ապրել սովորեցրիր, ասաց աղջիկը։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր քեզ հետ միասին սովորեմ, պատասխանեց Մարիամը։ Երբ Նարեն տիկին Շուշանի հետ գնաց լողանալու, Արմենը մոտեցավ Մարիամին դռան մոտ։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնեմ այն ամենի համար, ինչ դու անում ես մեզ համար։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Նարեն ինձ այնքան բան է սովորեցնում, որքան ես նրան։ Մարիամ, կարող եմ ձեզ մի անձնական հարց տալ։ Կարող եք։ Ինչպես կարողացաք հաղթահարել մոր կորուստը։ Ինչպես կարողացաք լից լիարժեք ապրել։ Մարիամը տխուր ժպտաց։ Ճշմարտությունն այն է, որ երբեք լիովին չեմ հաղթահարել։ Դեռ ամեն օր կարոտում եմ նրան։ Բայց սովորել եմ, որ կարոտը գրելը չի նշանակում դադարել ապրելուց։ Դա նշանակում է ապրել, պատվելով նրա հիշատակը, ում մենք սիրում ենք։ Կարծում ես, ես էլ կարող եմ դա սովորել։ Կարծում եմ, դու արդեն սովորում ես։ Երբ Մարիամը այդ գիշեր դուրս եկավ բնակարանից, Արմենը մնաց պատշգամբում, նայելով ծովին, Նարեն իր կողքին։ Ամիսների մեջ առաջին անգամ նրանց միջ լռությունը ծանր կամ ցավոտ չէր։ Դա ընկերակցության լռություն էր, հոր դստեր, որոնք գտնում էին իրար մոտ վերադառնալու ճանապարհը։ Հայրիկ, ասաց Նարեն, բռնելով նրա ձեռքը։ Ասա, իմ արքայադուստր։ Կարծում եմ, մայրիկը ուրախ է, մեզ այսպես տեսնելով։ Ես էլ եմ այդպես կարծում, Նարե։ Ես էլ եմ այդպես կարծում։ Եվ այդ գիշեր, վթարից հետո առաջին անգամ Նարեն քնեց ամբողջ գիշեր, առանց լացով արթնանալու, իսկ Արմենը կարողացավ քնել առանց մղձավանջների։ Բուժումը դեռ սկզբում էր, բայց վերջապես իսկապես սկսվել էր, սնվելով տապակած ենթվիճներով, անկեղծ զրույցներով մեկի փոխակերպող ներկայությամբ, ով համարձակվել էր պարզապես մնալ, երբ մյուս բոլորն այլս չէին կարողանում հասնել։ Հաջորդ ամիսները լուռ, բայց խորը փոխակերպում բերեցին կենտրոնի բնակարան։ Վարագույրները, որոնք վթարից հետո փակ էին մնացել, նորից բացվեցին, թույլ տալով, որ Երանյան արի ոսկեգույն լույսը ողողի սենյակները։ Անահիտի ռոյալը բացվեց, Նարեն սկսեց երեկոյան ստեղներին թեթակի հպվել, փորձելով վերարտադրել այն մեղեդիները, որոնք մայրը սովորաբար նվագում էր։ Մարիամը դարձել էր ընտանիքի առօրյայի անբաժանելի մասը։ Նրա ներկայությունն այլս պարզապես մասնագիտական չէր։ Նա բնականորեն ինտեգրվեց տան դինամիկային, իր հետ բերելով մի մեղմ էներգիա, որը կատարելապես լրացնում էր Արմենի ավելի զուսպ բնավորությունը, Նարեի վերականգնվող զգայունությունը։ Մարիամ, այսօր մեզ հետ կճաշե՞ս, ամեն առավոտ հարցնում էր Նարեն, միշտ դրական պատասխանը ստիպում էր նրա աչքերին փայլել ուրախությունից։ Արմենը դիտում էր այս փոքրիկ փոխազդեցությունները մի զգացումով, որը երկար ժամանակ չէր կարողանում ճանաչել։ Դա ոչ միայն երախտագիտություն էր այն ամենի համար, ինչ Մարիամն անում էր Նարեի համար։ Դա ավելի խորն էր, ավելի անձնական։ Նա բռնում էր իրեն անհամբեր սպասելիս նրա գալուն ամեն առավոտ, ուշադրություն դարձնելով մանրուքներին։ Ինչպես էր նա հավաքում մազերը, երբ կենտրոնացած էր, ինչպես էր նրա ծիծաղն արձագանքում տանը, երբ Նարեն պատմում էր իր մանկական կատակներից մեկը, ինչպես նա ուներ պարզ պահերը հատուկ հիշողությունների վերածելու շնորհք։ Մի հինգշաբթի օր, երբ Նարեն նորից գրանցվել էր դպրոցում, լավ էր հարմարվում առօրյային, Արմենը քաջություն գտավ ունենալու մի խոսակցություն, որը շաբաթներ շարունակ հետաձգում էր։ Մարիամ, կարող եմ խոսել քեզ հետ, հարցրեց նա, երբ Նարեն տիկին Շուշանի հետ դուրս եկավ խաղալու շենքի բակի խաղահրապարակում։ Իհարկե։ Մի բան է պատահել։ Նրանք նստեցին ծովին նայող պատշգամբում։ Ծովային քամին մեղմորեն օրորում էր վարագույրները, Արմենը նկատեց, որ ամիսներ շարունակ առաջին անգամն էր, որ կարողանում էր վայելել այդ վայրի գեղեցկությունը, առանց ցավի խայթոց զգալու։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ այն ամենի համար, ինչ դու արեցիր մեզ համար։ Խոսքը ոչ միայն այն մասին է, որ Նարեն նորից սկսեց ուտել կամ խոսել։ Խոսքն այն մասին է, որ դու կյանք վերադարձրիր այս տանը։ Մարիամը ժպտաց, բայց նրա աչքերում ուրբ տխրություն կար։ Նարեն անհավանական աղջիկ է։ Նրան պարզապես պետք էր մեկը, ով կհասկանար իր լեզուն։
Խոսքը միայն Նարեի մասին չէ, ասաց Արմենը քաջություն հավաքելով։ Խոսքը նա իմ մասին է։ Դու ինձ օգնեցիր հիշել, թե ինչպես նորից հայր լինել, ինչպես նորից ապրել։ Արմեն։ Թույլ տուր ավարտեմ, քնքշորեն խնդրեց նա։ Գիտեմ, որ մեր իրավիճակը բարդ է։ Դու աշխատում ես ինձ համար, խնամել ես իմ դստերը մեր կյանքի սարսափելի պահին։ Բայց ես չեմ կարող անտեսել այն, ինչ զգում եմ։ Մարիամը հայացքը շեղեց դեպի ծովը, նրա նյարդային ձեռքերը խաղում էին պայուսակի բռնակով։ Ինչ ես դու զգում, ցածր ձայնով հարցրեց նա։ Ես սիրահարվում եմ քեզ, Մարիամ։ Եվ տպավորություն ունեմ այնցից, թե ինչպես ես դու երբեմն ինձ նայում, ինչպես ես անհանգստանում ոչ միայն Նարեի, այլ իմ համար, որ գուցե դու էլ նման բան ես զգում։ Հաջորդած լռությունը անհարմար չէր, բայց լի էր զգացմունքներով։ Մարիամը վերջապես շրջվեց, նայելու նրան, Արմենը տեսավ, թե ինչպես են արցունքներ ձավորվում նրա աչքերում։ Այո, զգում եմ, խոստովանեց նա։ Առաջին օրվանից, երբ տեսա քեզ հուսահատված Նարեի իրավիճակից, երբ հասկացա, թե որքան ես դու սիրում քո դստերը, որքան ես դու տառապում։ Բայց ես վախենում եմ, Արմեն։ Ինչից ես վախենում։ Վախենում եմ, որ շփոթում եմ երախտագիտությունը սիրո հետ։ Վախենում եմ, որ օգտվում եմ խոցե լիության պահից։ Վախենում եմ, որ երբ ամեն ինչ կարգավորվի, դու կհասկանաս, որ այն, ինչ զգում ես, իրական չէ։ Արմենը մոտեցավ նրան, քնքշորեն բռնելով նրա ձեռքերը։ Մարիամ, այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ, ոչ մի կապ չունի երախտագիտության հետ։ Դա կապված է այն արտասովոր կնոջ հետ, որը դու ես։ Քո ուժի, քո կարեկցանքի, առանց որևէ բան ակնկալելու սիրելու քո կարողության հետ։ Իսկ եթե չստացվի։ Նարեն արդեն կորցրել է մի մոր։ Ես չեմ կարող ռիսկի դիմել նրան վիրավորելու։ Նարեն սիրում է քեզ, Մարիամ։ Ցանկացած ոք կարող է դա տեսնել։ Իսկ ինչ վերաբերում է ստացվելուն։ Արմենը դադարեց, զգուշորեն ընտրելով իր բառերը։ Ես չեմ կարող խոստանալ, որ կատարյալ կլինի։ Բայց կարող եմ խոստանալ, որ կպայքարեմ մեզ համար, այս ընտանիքի համար, որը մենք միասին ենք կառուցում։ Մարիամը փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, երբ նորից բացեց դրանք, այնտեղ որոշում կար։ Ես էլ եմ սիրահարվում քեզ, Արմեն։ Եվ Նարեին։ Այս կյանքին, որը դուք ինձ թույլ տվեցիք կիսել։ Առաջին համբույրը տեղի ունեցավ բնականորեն, մեղմ լի խոստումներով։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ ժպտում էին արցունքների միջից։ Իսկ հիմա հարցրեց Մարիամը։ Հիմա ապրում ենք օրը օրի վրա։ Պետք չէ անմիջապես որևէ բան փոխել։ Շարունակում ենք խնամել Նարեին, շարունակում ենք մեր առօրյան, բայց այժմ իմանալով, որ մեր միջ հատուկ բան կա։ Այդ գիշեր Նարեն նկատեց, որ օդում ինչ-որ բան այլ է։ Ընթրիքի ժամանակ նա իր մանկական խորաթափանցությամբ դիտում էր Արմենին Մարիամին, նկատելով ավելի հաճախակի ժպիտները, ավելի հեշտությամբ հոսող զրույցները, այն ձև, թե ինչպես էին նրանք իրար նայում, երբ կարծում էին, թե ինքը չի տեսնում։ Հայրիկ, ասաց նա քնելուց առաջ, մինչ Արմենը ուղղում էր նրա վերմակները։ Ինչ, իմ արքայադուստր։ Դու ավելի երջանիկ ես։ Արմենը ժպտաց, համբուրելով դստեր ճակատը։ Այո, այդպես է։ Մարիամի պատճառով է։ Նարեի ուղիղ հարցը նրան անակնկալի բերեց, բայց նա որոշեց պատասխանել ազնվորեն։ Նրա պատճառով։ Եվ հիմնականում քո պատճառով։ Ես սիրում եմ Մարիամին, հայտարարեց Նարեն։ Նա ինձ հիշեցնում է մայրիկիս, բայց լավ ձով։ Ինչպես։ Մայրիկս միշտ ասում էր, որ սերը չի փոքրանում, երբ այն կիսում են։ Այն աճում է։ Կարծում եմ, հենց դա է կատարվում քեզ հետ Մարիամի հետ։ Արմենը հուզվեց դստեր հասունությունից։ Դու երջանիկ կլինեիր, եթե Մարիամը ընդմիշտ մեզ հետ մնար։ Ոչ միայն որպես խնամող, այլ որպես ընտանիք։ Նարեն մի քանի րոպե մտածեց այն լրջությամբ, որին արժանի էր հարցը։ Մայրիկը կսիրեր Մարիամին, ասաց նա վերջապես։ Նա կուզենար, որ մենք երջանիկ լինեինք։ Այնպես որ այո, ես շատ երջանիկ կլինեի։ Շաբաթներն անցան, Արմենի ու Մարիամի հարաբերությունները զարգացան օրգանապես։ Ոչ մի շտապողականություն կամ ճնշում չկար, միայն աստիճանական բնական բացահայտում, թե ինչպես էին նրանց կյանքերը կատարելապես համապատասխանում միմյանց։
Մարիամը սկսեց ավելի հաճախ մնալ ընթրիքի, մասնակցելով Նարեի դպրոցական օրվա մասին զրույցներին, օգնելով տնային աշխատանքներին, կիսվելով իր սեփական մանկության պատմություններով։ Նարեն ծաղկեց անվտանգության սիրո այս միջավայրում։ Նա նորից սկսեց նկարել մի գործունեություն, որը լիովին թողել էր մոր մահից հետո։ Նրա նկարներն այժմ պատկերում էին 3 հոգանոց ընտանիք։ Մի բարձրահասակ տղամարդ, մի երկար մազերով կին, մի փոքրիկ աղջիկ, բոլորը ձեռք-ձեռքի տված, գունավոր տան դիմաց։ Սա դու ես, հայրիկ, սա ես եմ, իսկ սա Մարիամն է, բացատրում էր նա, հպարտորեն ցույց տալով իր նկարները։ Իսկ որտեղ ենք մենք։ Մեր տանը։ Բայց սա նախկին տխուր տունը չէ։ Սա ուրախ տուն է, որտեղ բոլորը ժպտում են։ Կիրակի օրերին տապակած սենդվիչների ծիսակարգը սրբազան էր դարձել երեքի համար։ Դա շաբաթվա այն պահն էր, երբ նրանք հավաքվում էին խոհանոցում, Նարեն ղեկավարում էր գործողությունը պրոֆեսիոնալ խոհարարի լրջությամբ, Մարիամն օգնում էր անսահման համբերությամբ, իսկ Արմենը դիտում մասնակցում էր կազմակերպված խառնաշփոթին, որը դարձել էր այդ պահերի այցեքարտը։ Այսօր մենք փորձելու ենք այլ սենդվիչ, հայտարարեց Նարեն մի մայիսյան կիրակի, արդեն 6 տարեկանը լրացած մի քանի շաբաթ առաջ։ Ինչպես այլ, հետաքրքրությամբ հարցրեց Մարիամը։ Գտնենք լոլիկ 1000, ինչպես դու ես սիրում, Մարիամ, այն հատուկ պանիրը, որ հայրիկս է բերել։ Հատուկ պանիր, պարզաբանեց Արմենը։ Այո։ Գուրմանական կլինի։ Ասաց Նարեն, օգտագործելով մի բառ, որը վերջերս էր սովորել, սիրում էր կրկնել։ Մինչ նրանք պատրաստում էին սենդվիչը, Նարեն պատմում էր իր շաբաթվա մասին դպրոցում, նոր ընկերուհու մասին, որ ձեռք էր բերել, ուսուցչուհու մասին, որը գովել էր նրա ընտանիքի նկարը։ Նրա վերականգնումը լիակատար էր, բայց ավելին։ Նա դարձել էր իր իսկ ավելի ուժեղ դիմացկուն տարբերակը։ Մարիամ, ասաց Նարեն, մինչ սպասում էին, որ սենդվիչը կարմրի տապակի մեջ, կարող եմ քեզ մի գաղտնիք ասել։ Իհարկե։ Երբեմն ես երազում տեսնում եմ մայրիկիս, երազում նա ուրախ է։ Նա ասում է ինձ, որ հպարտ է, թե ինչպես եմ ես մեծացել, որ շատ է սիրում քեզ։ Մարիամը հուզվեց, բայց կարողացավ ձայնը պահել հաստատուն։ Ինչ գեղեցիկ երազ է, փոքրիկ թիթեռնիկ։ Եվ գիտես էլ ինչ։ Երազում մայրիկս ասում է, որ դու հայրիկս ստեղծված եք իրար համար։ Արմենը, որը սեղանն էր դասավորում, դադարեցրեց իր գործը։ Նարեն խոսել էր այնքան բնական, այնքան վստահ, որ թվում էր անհնար կասկածել նրա խոսքերի ճշմարտացիությանը։ Այդ կեսօրին, երբ Նարեն դուրս եկավ խաղալու շենքի ընկերների հետ, Արմենն ու Մարիամը մենակ մնացին հյուրասենյակում։ Նա ճիշտ է, գիտես, ասաց Արմենը։ Ինչի՞։ Մասին։ Այն մասին, որ մենք ստեղծված ենք իրար համար։ Մարիամը ժպտաց, հարմարավետ տեղավորվելով նրա կողքին բազմոցին։ Ինչպես կարող ես այդքան վստահ լինել։ Որովհետև դու ոչ միայն փրկեցիր Նարեին, դու փրկեցիր նա ինձ։ Նախքան քո գալը, ես աշխատում էի ավտոմատ ռեժիմով, գոյատում, ոչ թե ապրում։ Դու ինձ ցույց տվեցիր, որ հնարավոր է գրել Անահիտի կարոտը մինույն ժամանակ կառուցել նոր, սիրով լի կյանք։ Անահիտը հատուկ էր, ասաց Մարիամը։ Ես դա կարող եմ զգալ այս տան ամեն անկյունում, ամեն պատմության մեջ, որ Նարեն պատմում է նրա մասին։ Այո, այդպես էր։ Եվ գիտեմ, որ նա կհավաներ այն, ինչ կատարվում է մեր միջ։ Անահիտը միշտ ասում էր, որ սերն աշխարհում միակ բանն է, որ աճում է, երբ այն կիսում են։ Նարեն ճիշտ նույն բանն ասաց։ Նա ժառանգել է մոր իմաստությունը։ Այդ գիշեր Արմենը մի որոշում կայացրեց, որը շաբաթներ շարունակ հասունանում էր։ Երբ Նարեն քնեց, նա գնաց իր սենյակ, բացեց պահարանի դարակը, որտեղ պահում էր Անահիտի զարդերը։ Ոչ թե նրա նշանադրության մատանին, դա կմնար պահված Նարեի համար, երբ նա մեծանա, այլ մի նուրբ ոսկե շղթա, որը Անահիտը կրում էր հատուկ առիթներով։ Հաջորդ առավոտ, նախքան Մարիամի գալը, Արմենը կանչեց Նարեին լուրջ խոսակցության։ Արքայադուստր, ես պետք է քեզ մի կարևոր բան ասեմ։ Նարեն նստեց մահճակալին, ողջ ուշադրությամբ լսելով։ Դու գիտես, որ ես Մարիամը շատ ենք սիրում իրար, չէ՞։ Դուք սիրում եք իրար, ուղղեց Նարեն իր սովորական անկեղծությամբ։ Ճիշտ է, մենք սիրում ենք իրար։ Եվ ես մտածում էի նրան ամուսնության առաջարկություն անելու մասին։ Ինչ կասես։ Նարեի աչքերը լուսավորվեցին հրավառության պես։ Լուրջ, հայրիկ։ Մարիամը կդառնա իմ իսկական մայրիկը։ Եթե նա համաձայնի, եթե դու ուզենաս, այո։
Նարեն ցատկեց մահճակալից այնքան ուժեղ գրկեց Արմենին, որ քիչ մնաց գցեր նրան։ Ես ուզում եմ։ Ես շատ եմ ուզում։ Ուրեմն կօգնես ինձ նրան առաջարկություն անել։ Ինչպե՞ս։ Արմենը ցույց տվեց ոսկե շղթան Նարեին։ Այս շղթան մայրիկինն էր։ Կարծում եմ նա կուզենար, որ Մարիամը կրեր այն։ Նարեն զգուշորեն բռնեց զարդը, կարծես դա աշխարհի ամենաթանկ իրն էր։ Մայրիկը կցանկանար, որ Մարիամը սա կրեր։ Ուզում ես օգնել ինձ հանձնել այն նրան։ Կարող եմ լինել քո հարսանեկան օգնականը։ Արմենը ծիծաղեց, գրկելով դստերը։ Դու կարող ես լինել իմ պաշտոնական հարսանեկան օգնականը։ Երբ Մարիամը ժամանեց այդ առավոտ, նա գտավ հորն ու դստերը հյուրասենյակում, երկուսն էլ խորհրդավոր արտահայտություններով։ Մի բան է պատահել, հարցրեց նա։ Մենք քեզ համար անակնկալ ունենք, ասաց Նարեն, հազիվ զսպելով ոգորությունը։ Ինչ տեսակի անակնկալ։ Արմենը մոտեցավ, բռնելով Նարեի ձեռքը։ Մարիամ, վերջին ամիսներին դու փոխակերպեցիր մեր կյանքը մի ձով, որը ես երբեք չէի պատկերացնի։ Դու լույս բերեցիր մեր խավարին, հույս մեր հուսահատությանը, սեր մեր դատարկությանը։ Մարիամը սկսեց հասկանալ, թե ինչ է կատարվում, նրա շնչառությունը արագացավ։ Կամուսնանաս ինձ հետ, հարցրեց Արմենը, ծնկի իջնելով նրա առաջ։ Նարեն վազեց Մարիամի կողքը, մեկնելով ոսկե շղթան։ Իսկ դու կդառնաս իմ սրտի մայրիկը։ Մարիամը նայեց հորն ու դստերը, որոնք ծնկի էին իջել իր առջ, առաջարկելով ոչ միայն սեր, այլ մի ամբողջական ընտանիք, մի կյանք, որը նա երբեք չէր երազել իր համար։ Արցունքները գլորվում էին նրա դեմքով, բայց դրանք մաքուր երջանկության արցունքներ էին։ Այո, շշնջաց նա, հետո ավելի բարձր։ Այո։ Ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ, Արմեն, ուզում եմ ընդմիշտ լինել քո սրտի մայրիկը, Նարե։ Հաջորդած գրկախառնությունը երկար էր լի խոստումներով։ Նարեն մեջտեղում, Արմենն ու Մարիամը նրան շրջապատած, ստեղծելով սիրո պաշտպանության կատարյալ շրջանակ։ Հիմա մենք իսկական ընտանիք ենք, հարցրեց Նարեն։ Միշտ էլ եղել ենք, պատասխանեց Մարիամը, համբուրելով աղջկա գլուխը։ Պարզապես մի փոքր ուշ հասկացա։ Այդ գիշեր, երբ Նարեն քնեց, Արմենն ու Մարիամը մնացին պատշգամբում, պլանավորելով ապագան։ Որոշեցին, որ դա կլինի պարզ հարսանիք, տանը, միայն ամենակարող մարդկանց հետ։ Նարեն, իհարկե, կլինի հարսնաքույրը, իսկ տիկին Շուշանը կօգնի բոլոր նախապատրաստություններով։ Վստահ ես, հարցրեց Մարիամը։ Վստահ ես, որ սա է այն, ինչ դու ուզում ես։ Երբեք իմ կյանքում որևէ բանի մեջ այսքան վստահ չեմ եղել, պատասխանեց Արմենը։ Իսկ դու։ Մարիամը նայեց իրենց հետում գտնվող բնակարանին, որն իսկապես տուն էր դարձել, մտածեց հարան սենյակում քնած աղջկա մասին, որը սովորել էր սիրել իրեն որպես դուստր, մտածեց իր կողքին գտնվող տղամարդու մասին, որը բացել էր իր սիրտը մի սիրո համար, որը նա երբեք չէր պատկերացրել, որ հնարավոր է։ Ես բացարձակապես վստահ եմ, ասաց նա։ Սա այն կյանքն է, որը ես միշտ ուզել եմ, բայց երբեք չգիտեի, որ կարող եմ ունենալ։ Եվ այդ գիշեր, Երանի աստղերի տակ, մի ընտանիք, որը ծնվել էր ցավից, լիովին բուժվեց սիրով, պատրաստ գրելու երջանկության նոր գլուխ, որը ընդմիշտ կպատվեր Անահիտի հիշատակը, կփառաբաներ իսկական սիրո փոխակերպող ուժը։ 6 ամիս անց մի նոյեմբերյան առավոտ, երբ Երանյան աշունը երկինքը ներկում էր բյուրեղյա կապույտով, կենտրոնի բնակարանն արթնացավ հատուկ էներգիայով։ Դա Արմենի Մարիամի հարսանիքի օրն էր, Նարեն արթնացել էր արածակից առաջ, չափազանց անհամբեր քնելը շարունակելու համար։ Հայրիկ։ Մարիամ։ Այսօր մեծ օրն է, բղավեց նա, վազելով միջանցքներով, իր վարդագույն խալաթը ծածանվելով հետից։ Արմենը հայտնվեց խոհանոցից, արդեն հագած մուգ կապույտ վերնաշապիկ, ժպտալով մի երջանկությամբ, որը լիովին փոխել էր նրա արտահայտությունը։ Վերջին ամիսները ջնջել էին տխրության գծերը նր ադեմքից, դրանք փոխարինելով աչքերի շուրջ ժպիտի կնճիռներով։ Բարի լույս, իմ հարսնաքույր, ասաց նա, Նարեին գրկելով։ Պատրաստ ես մեր կյանքի ամենակարևոր օրվան։ Ավելի քան պատրաստ։ Որտեղ է Մարիամը։ Դեռ հարթարվում է։ Գիտես, չէ, հարսնացուներին լրացուցիչ ժամանակ է պետք գեղեցկանալու համար։ Բայց նա արդեն աշխարհի ամենագեղեցիկն է, հայտարարեց Նարեն այն անկեղծությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Մարիամը հայտնվեց աստիճաններին, դանդաղ իջնելով։ Նա հագել էր շամպայնի գույնի պարզ զգեստ, որն ընդգծում էր նրա բնական գեղեցկությունը առանց շքեղության։
Նրա մազերը հավաքված էին ցածր կոկոնի մեջ, զարդարված փոքրիկ սպիտակ ծաղիկներով, իսկ վզին զուսպ փայլում էր Անահիտի ոսկե շղթան։ Վայ, շշնջաց Արմենը, դու փայլում ես։ Նարեն ցատկեց հոր գրկից վազեց դեպի Մարիամը։ Դու իսկական արքայադստեր տեսք ունես։ Իսկ դու էլ ես արքայադստեր տեսք ունես, պատասխանեց Մարիամը, ուղղելով Նարեի սպիտակ զգեստը, որը հատուկ ընտրվել էր այդ առիթի համար։ Տիկին Շուշանը հայտնվեց խոհանոցից արցունքոտ աչքերով։ Վերջին ամիսն է։ Լիննը ականատես էր եղել այդ ընտանիքի լիակատար փոխակերպմանը, բոլորի դեմքին դրոշմված երջանկությունը տեսնելը նման էր իր աչքի առաջ բացվող հրաշքի դիտմանը։ Տիկին Շուշան, դուք լաց եք լինում, անհանգստացած հարցրեց Նարեն։ Սրանք ուրախության արցունքներ են, իմ աղջիկ։ Այնքան վաղուց այս տունը այսքան երջանկությամբ լի չեմ տեսել։ Արարողությունը պետք է տեղի ունենար հենց բնակարանի հյուրասենյակում, միայն մի քանի մտերիմ հյուրերով։ Լիլիթը, Արմենի քույրը, որը հատուկ այդ առիթով եկել էր Գյումրիից, մի քանի գործընկերներ, Մարիամի վարդուհի տատիկը, որը ճանապարհորդել էր Լոռուց չափազանց հուզված էր խոսելու համար, մի քանի հարաններ, որոնք դարձել էին ընտանիքի բարեկամները։ Դատավորը, միջին տարիքի մի բարի մարդ, որը հուզվել էր զույգի պատմությունից, ժամանեց ճիշտ ժամը 10-ին։ Արմենը պատմել էր նրան, թե ինչպես էր Մարիամը փրկել Նարեին, հետաբար ամբողջ ընտանիքը, պաշտոնյան տեսանելիորեն հուզված էր այնպիսի մի միություն պաշտոնականացնելու հնարավորությունից, որը ծնվել էր այդքան հատուկ հանգամանքներում։ Նախքան արարողությունը սկսելը, ասաց Նարեն, կանգնելով դատավորի կողքին մեծի լրջությամբ, ես կուզենայի մի բան ասել։ Բոլոր ներկաները հետաքրքրությամբ շրջվեցին դեպի աղջիկը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երկնքի մայրիկիս, որ ուղարկեց Մարիամին, խնամելու ինձ հայրիկիս, երբ մենք ամենաշատն էինք դրա կարիքն ունեցել։ Եվ ուզում եմ խոստանալ, որ ընդմիշտ կխնամեմ նրանց երկուսին, որպես իսկական ընտանիք։ Սենյակում չոր աչք չմնաց։ Լիլիթը ձեռքերը տարավ կրծքին, վարդուհի տատիկը խորը հոգոց հանեց, նույնիսկ դատավորը ստիպված եղավ զգուշորեն սրբել ակնոցները։ Նարե, ասաց դատավորը, կցանկանաս մատանիները հանձնել նորապսակներին։ Նարեն հանդիսավոր կերպով գլխով արեց մոտեցավ Արմենին ու Մարիամին մի փոքրիկ բարձիկով, որի վրա դրված էին երկու պարզ ոսկե մատանիներ։ Սա քեզ համար է, հայրիկ, ասաց նա, հանձնելով մատանիներից մեկը։ Իսկ սա քեզ համար է, սրտի մայրիկ։ Մայրիկ բառը բնականորեն հաստատվել էր Նարեի Մարիամի միջ վերջին շաբաթներին, առանց ուժի կամ արհեստականության։ Դա պարզապես այն էր, ինչ նա զգում էր արտահայտում էր մանկության մաքուր անկեղծությամբ։ Արմենը վերցրեց Մարիամի մատանին, նայեց նրա աչքերին։ Մարիամ, դու մեր կյանք եկար, երբ ամեն ինչ կորած էր թվում։ Դու լույս բերեցիր, որտեղ միայն խավար էր, հույս, որտեղ միայն հուսահատություն էր։ Խոստանում եմ սիրել քեզ իմ կյանքի բոլոր օրերին, լինել քո ուղեկիցը բոլոր ուրախությունների տխրությունների մեջ, քեզ հետ կառուցել իսկական սիրո վրա հիմնված ընտանիք։ Մարիամը թեթակի դողաց։ Ողջ ձեռքերով բռնեց Արմենի մատանին։ Արմեն, դու Նարեն ինձ տվեցիք մի բան, որը ես երբեք չէի կարծում, թե կարող եմ ունենալ։ Ընտանիք։ Դուք ինձ սովորեցրիք, որ սերն սահմաններ չունի, որ հնարավոր է խորապես սիրել, առանց փորձելու փոխարինել նրան, ով եկել է ավելի վաղ։ Խոստանում եմ խնամել ձեզ, պատվել Անահիտի հիշատակը, լինել լավագույն կինն ու մայրը, որը կարող եմ լինել։ Մինչ նրանք փոխանակում էին մատանիները, Նարեն բռնել էր նրանց երկուսի ձեռքերը, խորհրդանշականորեն միավորելով այն ընտանիքը, որը ձավորվել էր ցավի միջոցով ամրապնդվել սիրո միջոցով։ Հիմա կարող եք համբուրվել, հայտարարեց Նարեն նույնիսկ նախքան դատավորի խոսքն ավարտելը, ծիծաղ առաջացնելով ամբողջ սենյակում։ Համբույրը մեղմ էր, հարգալից, բայց լի երջանկության խոստումներով։ Ծափահարություններն արձագանքեցին սենյակում, Նարեն նետվեց նրանց երկուսի գրկը, ստեղծելով ընտանեկան գրկախառնություն, որը վերջնականապես կնքեց միությունը։ Հիմա մենք պաշտոնական ընտանիք ենք, հայտարարեց Նարեն, փայլելով։ Խնջույքը շարունակվեց հյուրասենյակում պատշգամբում, տիկին Շուշանի պատրաստած ճաշով, որը ներառում էր Նարեի բոլոր սիրելի ուտեստները։ Աղջիկը շրջում էր հյուրերի միջ փոքրիկ տանտիրուհու պես, պատմելով բոլորին, ում հանդիպում էր, թե ինչպես էր Մարիամը փրկել իրեն հորը։ Գիտեք, ասաց նա վարդուհի տատիկին, Մարիամն էլ է կորցրել մորը, երբ փոքրիկ էր, ճիշտ ինձպես։ Դրա համար նա հասկացավ իմ տխրությունը։ Վարդուհի տատիկը, իր 80 տարեկանով շատ ապրածի իմաստությամբ, բռնեց Նարեի փոքրիկ ձեռքերը։
Երբեմն աղջիկս, ճիշտ մարդիկ մեր կյանք են գալիս հենց այն ժամանակ, երբ մենք ամենաշատն ենք նրանց կարիքն ունենում։ Քո Մարիամը հրեշտակ է։ Ես գիտեմ։ Եվ հիմա նա իմ մայրիկն է ընդմիշտ։ Երեկոյան, երբ բոլոր հյուրերը գնացել էին, նոր ընտանիքը հավաքվեց պատշգամբում դիտելու մայրամուտը։ Նարեն նստած էր Մարիամի գրկում, անփութորեն խաղալով ոսկե շղթայով, որն այժմ զարդարում էր իր նոր մոր վիզը։ Մարիամ, մտածկոտ ասաց Նարեն, դու կարծում ես, որ իմ երկնքի մայրիկը քո երկնքի մայրիկը հիմա ընկերուհիներ են։ Համոզված եմ, որ նրանք լավագույն ընկերուհիներն են, պատասխանեց Մարիամը, շոյելով աղջկա մազերը։ Ուրեմն նրանք մենակ չեն, չէ՞։ Ոչ, փոքրիկ թիթեռնիկ։ Ոչ ոք մենակ չէ։ Արմեն։ Դիտում էր տեսարանը երախտագիտությունից լցված սրտով։ 1 տարի առաջ նրա կյանքը լիովին փլուզվել էր։ Նա կորցրել էր կնոջը, քիչ էր մնացել կորցներ դստերը, լիովին կորցրել էր իրեն որպես տղամարդ, որպես հայր։ Այժմ, նայելով Մարիամին Նարեին, որոնք զրուցում էին հրեշտակների երկնային մայրերի մասին, նա հասկանում էր, որ երբեմն անհրաժեշտ է կորցնել ամեն ինչ, բացահայտելու համար, թե ինչն է իսկապես կարևոր։ Ինչի՞ մասին ես մտածում, հարցրեց Մարիամը, նկատելով ամուսնու հեռու տարված հայացքը։ Ես մտածում եմ, թե որքան զարմանալի է կյանքը։ 1 տարի առաջ ես համոզված էի, որ մեր պատմությունն ավարտվել է։ Իսկ հիմա մենք սկսում ենք բոլորովին նոր պատմություն, լրացրեց Մարիամը։ Ոչ թե նոր, ուղղեց Նարեն միշտ իմաստուն։ Նույն պատմությունը, ուղղակի հիմա երջանիկ ավարտով։ Այդ գիշեր, երբ Նարեն քնեց իր մահճակալում բավարարվածության ժպիտով դեմքին, Արմենն ու Մարիամը մնացին հյուրասենյակում, դասավորելով հարսանեկան նվերները, զրուցելով իրենց կիսած կատարյալ օրվա մասին։ Դու որե բանի համար զղջում ես, հարցրեց Արմենը։ Միայն այն բանի համար, որ ավելի շուտ չեմ եկել ձեր կյանք, պատասխանեց Մարիամը, հարմարավետ տեղավորվելով նրա կողքին բազմոցին։ Դու ճիշտ ժամանակին եկար։ Անահիտը միշտ ասում էր, որ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Դու զգում ես, որ նա հավանություն է տալիս։ Արմենը ժպտաց, նայելով դեպի Ռոյալը, որտեղ Անահիտի լուսանկարը պատվավոր տեղ էր զբաղեցնում, այլս ոչ թե որպես ցավի զոհասեղան, այլ որպես հավերժական սիրո տոնակատարություն։ Ես բացարձակապես վստահ եմ։ Այսօր արարողության ժամանակ, երբ Նարեն բռնեց մեր ձեռքերը, ես զգացի, կարծես Անահիտն այնտեղ էր մեզ հետ, օրհնելով մեր միությունը։ Հարսանիքից 3 տարի անցավ։ Նարեն, այժմ 9 տարեկան, դարձել էր ինքնավստահ, ուրախ աղջիկ, լի երազանքներով, ապագայի ծրագրերով։ Նա դաշնամուր էր սովորում, նույն գործիքի վրա, որտեղ նրա կենսաբանական մայրը սովորաբար նվագում էր, երազում էր ուսուցչուհի դառնալ, երբ մեծանա, ոգեշնչված այնցից, թե ինչպես էր Մարիամը խնամել իրեն։ Կենտրոնի բնակարանը լիովին փոխակերպվել էր։ Պատերը, որոնք նախկինում արձագանքում էին լռությամբ, այժմ թրթռում էին ծիծաղից, Նարեի դպրոցական օրվա մասին աշխույժ զրույցներից, աշխատանքի ապագայի ծրագրերի մասին քննարկումներից։ Այն, ինչ նախկինում ցավոտ հիշողությունների դամբարան էր, դարձել էր կյանքով թրթռացող տուն։ Արմենը փոխել էր իր աշխատանքային գրաֆիկը, ավելի շատ ժամանակ անցկացնելու տանը։ Նա բացահայտել էր, որ մասնագիտական հաջողությունը իմաստ ուներ միայն այն ժամանակ, երբ կիսում էիր այն նրանց հետ, ում սիրում էիր։ Մարիամը վերադարձել էր ուսմանը, երեկոյան սովորելով մանկավարժություն, վճռականորեն տրամադրված մասնագիտորեն աշխատելու այն երեխաների հետ, որոնք անցնում էին Նարեի ապրածի նման տրավմաների միջով։ Մի կիրակի օր, մինչ նրանք պատրաստում էին իրենց ավանդական տապակած սենդվիչը, ծիսակարգ, որը սրբազան էր մնացել տարիների ընթացքում, Նարեն մի հարց տվեց, որն անակնկալի բերեց ծնողներին։ Մարիամ, դու հայրիկս երեխա ունենալո՞ւ եք։ Մարիամը քիչ մնաց գցեր տապակը։ Ինչու ես հարցնում դա, սիրելիս։ Որովհետև դպրոցի Յուլիան ասաց, որ երբ ծնողներն ամուսնանում են, նրանք երեխաներ են ունենում։ Եվ ես կուզենայի եղբայրիկ կամ քույրիկ ունենալ։ Արմենն ու Մարիամը իրար նայեցին։ Դա մի խոսակցություն էր, որը նրանք մի քանի անգամ ունեցել էին, բայց միշտ հետաձգել էին, անհանգստանալով, թե արդյոք Նարեն հարմարավետ կզգա այդ գաղափարի հետ։ Դու կուզենայիր եղբայրիկ ունենալ, հարցրեց Արմենը։ Շատ։ Այդպես ես կարող էի նրան սովորեցնել այն ամենը, ինչ Մարիամն ինձ է սովորեցրել։ Եվ կարող էի նա պատմել երկնքի մայրիկի մասին։ Իսկ եթե քույրիկ լիներ, ավելի լավ։ Ես կխնամեի նրան, ինչպես Մարիամն է ինձ խնամում։
Մարիամը ծնկի իջավ Նարեի բարձրությանը։ Սիրելիս, եթե մենք երեխա ունենային։ Դու հասկանում ես, որ դա չէր փոխի այն սերը, որը մենք զգում ենք քո հանդեպ, չէ՞։ Դու միշտ կլինեիր մեր առաջին դուստրը, մեր փոքրիկ թիթեռնիկը։ Ես գիտեմ։ Սերն աճում է, երբ այն կիսում են, հիշում ես։ Երկնքի մայրիկն ինձ դա է սովորեցրել։ 6 ամիս անց Մարիամը պարզեց, որ հղի է։ Նորությունը ընդունվեց ուրախության պայթյունով Նարեի կողմից, որն անմիջապես ինքն իրեն հռչակեց պաշտոնական ավագ քույր, սկսեց պլանավորել, թե ինչպիսին կլինի կյանքը ընտանիքի նոր անդամի հետ։ Ինչ ենք նրան անվանելու, ամեն օր հարցնում էր նա։ Նախ պետք է իմանանք, տղա՞։ Թե։ Աղջիկ, համբերատար բացատրում էր Արմենը։ Կարող չէ։ Եթե տղա լինի, կարող ենք անվանել Գաբրիել։ Եթե աղջիկ լինի, կարող ենք անվանել հույս։ Ինչո՞ւ այդ անունները, հարցրեց Մարիամը։ Գաբրիել, որովհետև դա հրեշտակի անուն է, ինչպես երկնքի մայրիկը։ Եվ հույս, որովհետև դա այն է, ինչ դու բերեցիր մեր ընտանիքին։ Այն օրը, երբ Մարիամի հղիության 5-րդ ամիսը լրացավ, մինչ նրանք սովորական ուլտրաձայնային հետազոտություն էին անցնում, պարզեցին, որ աղջիկ է լին։ Ելու։ Նարեն հետազոտության սենյակում էր, բռնել էր Մարիամի ձեռքը հիացմունքով նայում էր էկրանին, որտեղ երում էր երեխան։ Նա շարժվում է, բացականչեց Նարեն։ Տեսեք, նա ձեռքով է անում ինձ։ Թվում է, նա արդեն ճանաչում է ավագ քրոջ ձայնը, ասաց բժիշկը, ժպտալով։ Հույս, շշնջաց Նարեն, մեղմորեն դիպչելով Մարիամի որովայնին։ Բարի գալուստ մեր ընտանիք։ Մի դեկտեմբերյան կեսօր, Սուրբ Ծննդից 3 օր առաջ, մինչ Նարեն օգնում էր Մարիամին զարդարել տոնածառը, աղջիկը հանկարծ դադարեցրեց իր գործը։ Մարիամ, կարող եմ քեզ մի բան ասել։ Իհարկե, սիրելիս։ Կարող ես ցանկացած բան ասել։ Երբեմն ես երազում տեսնում եմ երկնքի մայրիկիս, նա ինձ պատմում է հույսի մասին։ Ինչ է նա պատմում։ Նա ասում է, որ հույսը հատուկ է լինելու, որ նա էլ ավելի շատ սեր է բերելու մեր ընտանիքին։ Եվ որ ես լինելու եմ աշխարհի լավագույն ավագ քույրը։ Մարիամը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով։ Իսկ դու ինչ ես պատասխանում նրան։ Ես ասում եմ, որ շատ լավ կխնամեմ հույսին, որ կպատմեմ նրան բոլոր մայրերի մաս։ Որոնք նա ունի։ Ես, որպես քույր, դու, որպես մայրիկ, նա, որպես երկնքի տատիկ։ Նարե, դու այնքան ես մեծացել, այնքան իմաստուն աղջիկ ես դարձել։ Դա այն պատճառով է, որ դու ինձ սովորեցրիր, որ ցավը կարող է սիրո վերածվել։ Իսկ հայրիկն ինձ սովորեցրեց, որ ընտանիքը ոչ միայն արյան կապի մասին է, այլ միասին մնալու ընտրության։ Այդ գիշեր, երբ Նարեն գնաց քնելու, Արմենը գտավ Մարիամին պատշգամբում, հիանալով քաղաքի լույսերով, որոնք տարածվում էին մինչ հորիզոն։ Ամեն ինչ լավ է, հարցրեց նա, գրկելով նրան հետից։ Ավելի քան լավ։ Ես մտածում էի, թե ինչպես ենք մենք հասել այստեղ։ Եվ ո՞րն է եզրակացությունը։ Որ երբեմն ամենագեղեցիկ ավարտները ծնվում են ամենադժվար սկիզբներից։ Որ հնարավոր է վերակառուցել կյանքը մեկ այլ կյանքի ավերակների վրա, ստեղծել էլ ավելի ուժեղ բան։ Նարեն կասեր, որ դա այն պատճառով է, որ սերն աճում է, երբ այն կիսում են։ Նա միշտ ճիշտ է։ Հույսը ծնվեց մի մարտյան առավոտ, ծննդատան պատուհանից ներս թափանցող ոսկեգույն արի տակ։ Նարեն չափազանց անհամբեր էր տանը մնալու համար, ուստի Արմենը նրան բերեց քրոջը տեսնելու, հենց ծննդաբերությունն ավարտվեց։ Նա այնքան փոքրիկ է, շնջաց Նարեն, հիացմունքով նայելով Մարիամի գրկում քնած եր։ Եղային։ Կարող եմ դիպչել նրան։ Իհարկե։ Նա քո քույրն է։ Նարեն մեկնեց մի փոքրիկ մատ նրբորեն դիպավ երեխայի ձեռքին։ Հույսը բացեց իր մուգ աչքերը, նույնը, ինչ Նարեինն ու Արմենինն էին, կարծես հայացքը կենտրոնացրեց ավագ քրոջ վրա։ Բար, հույս։ Ես Նարեն եմ, քո քույրը։ Ես խոստանում եմ, որ ընդմիշտ կխնամեմ քեզ, որ կսովորեցնեմ քեզ այն ամենը, ինչ գիտեմ, որ մեր ընտանիքը կլինի աշխարհի ամենաերջանիկը։ Արմենն ու Մարիամը հուզված իրար նայեցին։ Նարեի խոստումն արձագանքում էր տարիներ առաջ տրված այլ խոստումների, երբ մի երիտասարդ խնամող խոստացել էր մնալ մի աղջկա հետ, որը մոռացել էր ինչպես ապրել։ Բարի գալուստ ընտանիք, փոքրիկ հույս, շնջաց Մարիամը, համբուրելով երեխայի ճակատը։
2 տարի անց մի կիրակի օր, երբ ամբողջ ընտանիքը հավաքված էր հյուրասենյակում, Արմենը թերթ էր կարդում, Մարիամը լուսանկարներ էր դասավորում ալբոմում, Նարեն նկարում էր սուրճի սեղանի մոտ, իսկ փոքրիկ հույսը գորգի վրա խաղում էր իր գունավոր խորանարդիկներով, Նարեն հայացքը բարձրացրեց նկարից մի դիտարկում արեց, որը բացա հայտում էր նրա 11 տարիների ընթացքում կուտակված ողջ իմաստությունը։ Հայրիկ, դու հիշո՞ւմ ես, երբ ասացիր, որ մեր պատմությունն ավարտվել է։ Արմենը իջեցրեց թերթը, հետաքրքրված։ Հիշում եմ։ Ինչո՞վ։ Ուղղակի մտածում էի։ Մեր պատմությունը երբեք չի ավարտվել։ Այն ուղղակի գլուխ է փոխել։ Ինչպես, սիրելիս։ Առաջին գլուխը այն էր, երբ ես ունեի երկնքի մայրիկին։ Երկրորդ գլուխը այն էր, երբ նա գնաց, մենք շատ տխրեցինք։ Երրորդ գլուխը այն էր, երբ Մարիամը եկավ մեզ սովորեցրեց նորից երջանիկ լինել։ Չորրորդ գլուխը այն էր, երբ դուք ամուսնացաք։ Իսկ հիմա մենք հինգերորդ գլխում ենք, հույսի հետ։ Մարիամը դադարեցրեց լուսանկարները դասավորելը, նայեց Նարեին։ Իսկ ինչպես ես կարծում, ինչպիսին կլինի հաջորդ գլուխը։ Չգիտեմ։ Բայց գիտեմ, որ լավը կլինի, որովհետև մենք սովորեցինք, որ նույնիսկ երբ վատ բաներ են պատահում, մենք կարող ենք ընտրել մի նույնը երջանիկ լինել։ Հույսը, որը նոր էր սովորել քայլել, գայթակղվելով մոտեցավ Նարեին, հենվեց ավագ քրոջ ոտքին։ Նարե, թոթովեց նա, օգտագործելով միակ բառը, որը կարողանում էր հստակ արտասանել։ Բար, փոքրիկս, ասաց Նարեն, հույսին գրկելով։ Նարեն այստեղ է։ Արմենն ու Մարիամը դիտում էին տեսարանը, երախտագիտությունից լցված սրտով։ Այստեղ մի ընտանիք էր, որը ծնվել էր ամենախոր ցավից, վերածվել ամենամաքուր ուրախության։ Մի ընտանիք, որը սովորել էր, որ իսկական սերը չի փոխարինում, այլ բազմապատկում է։ Որ հեռացածի հիշատակը կարող է ներդաշնակորեն գոյակցել եկածի երջանկության հետ։ Գիտես, ասաց Մարիամը, նորից դառնալով Արմենին, երբեմն մտածում եմ, թե ինչ կլիներ, եթե ես չընդունեի այդ աշխատանքը։ Չէր լինի, պատասխանեց Նարեն նույնիսկ նախքան Արմենի խոսելը։ Ձեզ վիճակված էր հանդիպել։ Երկնքի մայրիկն ինձ դա է պատմել երազում։ Եվ էլ ինչ է նա քեզ պատմել, հարցրեց Արմենը, միշտ հետաքրքրված Նարեի երազներով։ Որ նա շատ հպարտ է մեր ընտանիքով։ Որ այն սերը, որը դուք զգում եք իրար մեզ հանդեպ, ամենամեծ նվերն է, որը նա կարող էր թողնել։ Այդ գիշեր, երբ աղջիկները քնեցին, Արմենն ու Մարիամը մնացին պատշգամբում, նայելով Երանի երկնքի աստղերին։ Կարող ես հավատալ, որ արդեն 5 տարի է անցել, ինչ մենք ծանոթացել ենք, հարցրեց Արմենը։ Թվում է մի ամբողջ կյանք, մի նույն ժամանակ թվում է, թե 3 էր։ Դու որե բանի համար զղջում ես։ Նույն բանի համար, ինչ միշտ։ Որ ավելի շուտ չեմ եկել։ Դու ճիշտ ժամանակին եկար։ Եթե ավելի շուտ գայիր, գուցե մենք ճիշտ մարդիկ չլինեինք իրար համար։ Ճիշտ է։ Ես պետք է անցնեի իմ սեփական ցավի միջով, որպեսզի կարողանայի հասկանալ Նարեի ցավը։ Իսկ ես պետք է հասնեի հատակին, որպեսզի կարողանայի գնահատել այն, ինչն իսկապես կարևոր է։ Նրանք մի քանի րոպե լուռ մնացին, վայելելով այդ կատարյալ պահի խաղաղությունը։ Արմեն, ասաց Մարիամը վերջապես։ Շնորհակալ եմ։ Ինչի՞։ Համար։ Որ թույլ տվեցիր ինձ այս ընտանիքի մասը դառնալ։ Որ ինձ սովորեցրիր, որ հնարավոր է խորապես սիրել, առանց ջնջելու նրան, ով եկել է ավելի վաղ։ Որ ինձ տվեցիր 2 հրաշալի դուստր մի կյանք, որը ես երբեք չէի պատկերացնի, որ կարող է գոյություն ունենալ։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ։ Դու փրկեցիր մեր կյանքը, Մարիամ։ Բառի ամենաուղիղ իմաստով։ Մենք փրկեցինք իրար։ Եվ հիմա մենք մի ամբողջ կյանք ունենք առջում, երջանիկ լինելու համար։ Եվ այդ գիշեր, մինչ աշխարհը քնած էր նրանց շուրջը, մի ընտանիք, որը ծնվել էր 3 վիրավոր հոգիների հանդիպումից, լուռ տոնում էր սիրով բուժման հրաշքը։ Մի բուժում, որը սկսվել էր պարզ կարագով, հացից վերածվել էր կիսված երջանկության մի ամբողջ կյանքի։ Փոքրիկ Նարեն, որը մի օր մոռացել էր ինչպես ապրել, այժմ հանգիստ քնած էր, իմանալով, որ շրջապատված է աշխարհի ողջ սիրով։ Երիտասարդ Մարիամը, որը շատ վաղ էր կորցրել մորը, այժմ 2 աղջիկների մայր էր, որոնք պաշտում էին իրեն։ Եվ Արմենը, որը կորցրել էր նորից երջանիկ լինելու հույսը, բացահայտեց, որ մարդկային սիրտը սիրելու, բուժվելու, նորից սկսելու անսահման կարողություն ունի։
Եվ այսպես կենտրոնի մի բնակարանում, որտեղ նախկինում տիրում էր ցավի լռությունը, այժմ արձագանքում էին մի ընտանիքի ձայները, որը սովորել էր արցունքները վերածել ժպիտների, կարոտը երախտագիտության, վերջը նոր սկզբի։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի, Մարիամի, Նարեի ճանապարհորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը, ինչպես հուզեց մեր սրտերը այն պատմելիս։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ մեր կյանքի ամենամութ պահերին, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, միշտ կա նոր սկզբի, բուժման, սիրո հնարավորություն։ Եթե այս պատմությունը ձեզ մոտ զգացմունքներ արթնացրեց, եթե դուք ձեզ նույնացրիք մեր հերոսների ցավի կամ հույսի հետ, դրեք ձեր լայքը, որպեսզի մենք իմանանք, որ հասել ենք ձեր սրտերին։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք այն պատմություններից ոչ մեկը, որոնք մենք պատրաստում ենք այդքան սիրով, պատմեք մեզ մեկնաբանություններում, թե որ պահն է ձեզ ամենաշատը հուզել, որ հերոսն է ձեզ ամենաշատը գրավել։ Ամեն օր մենք ձեզ ենք ներկայացնում պատմություններ, որոնք փառաբանում են մարդկային էակի ուժը, հաղթահարելու կարողությունը, ամենակարողը, իսկական սիրո փոխակերպող զորությունը։ Մինչ մեր հաջորդ հանդիպումը, ձեզ հետ տարեք այն համոզմունքը, որ միշտ կա հույս, միշտ կա սեր, միշտ կա նոր սկզբի հնարավորություն։